Ոտքի կանգնենք Տիրոջ սիրելի ժողովուրդ, բարի եւ օրհնյալ կիրակի բոլորիս։ Արժանի է մեր Տերը ամեն ողջ փառքին եւ ողջ մեծության ու պատվին։ Մի պահ խոնարհեցնենք մեր գլուխները եւ մեր Տիրոջը բարձրացնենք փառք, շատ կարճ աղոթքով նրան օրհնենք եւ շնորհակալ լինենք այս հնարավորության համար, որ նա մեզ թույլ տվեց եւ շնորհեց, որ եւս մեկ օրով մենք մոտենանք նրա հավիտենականությանը։ Ամեն։ Մի պահ բարձրացրու քո ձեռքերը, կխնդրեմ, որտեղից որ քեզ հարմար է, կուզես նստած թե կանգնած, բարձրացու նրա անունը եւ նրան ասա. Հիսուս, սիրում եմ քեզ, Տեր։ Շնորհակալ եմ, որ այս առավոտը, Տեր, այս գեղեցիկ օրը դու այսօր ինձ շնորհեցիր նորից, Տեր։ Միայն քո պատճառով, Տեր, միայն քո շնորհի, որ ես այսօր արթնացա, Հիսուս, եւ նորից հնարավորություն ունեցա քո առջև կանգնելու իմ քույր եղբայրների հետ, Տեր։ Խնդրում ենք, որ այս ողջ ծառայությունը Հիսուս քո ձեռքերի մեջ վերցնես, Տեր, եւ մեզ լցնես քո սուրբ ներկայությամբ, քո սուրբ հոգու զորությամբ այսօր, Հիսուս։ Մենք քո առջև ենք, Տեր, եւ մենք քեզ երկրպագում ու փառաբանում ենք, որովհետեւ քեզ սիրում ենք, Հիսուս։ Եվ բարձրացնում ենք քո սուրբ եւ սքանչելի եւ պատվական անունը, որ վեր է ամեն անուններից, քո որդու Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն, ամեն։ Մեր ծափերը բարձրացնենք եւ ողջունենք Տիրոջ այս վայրի մեջ։ Հալելույա, արժանի են ամեն։ Նրան երկրպագենք ասելով բարձրյալ արքա հավիտենական, ամեն։ Արժանի է մեր Տերը, երկրպագիր նրան, քո ձեռքերը բարձրացրու, քո գլուխը դեպի վեր բարձրացրու եւ ասա. Տեր, սիրում եմ քեզ, Հիսուս։ Ամեն։ Նրան ասա ինչքան ես նրան սիրում։ Նրա գործերը պատմիր, նրանից շնորհակալ եղիր եւ գոհացիր նրանից ամեն վայրկյան։ Արժանի է մեր Տերը։ Հալելույա։ Բարձրյալ արքա հավիտենական, ինձ հետ ասա. Ծով ցամաք երկիր քեզնով արարվեցան, բարձրյալ արքա ճշմարտության, դու ես վեմը փրկության, վահանը հավատքի, մենք մեծանում ենք քեզ, արքա Հիսուս, բոլորի սրտերը խոնարհվում են քո առջև, մենք մեծանում ենք քեզ, արքա Հիսուս, միակ Տերը դու ես, ամենազոր արքա։ Բարձրյալ արքա հավիտենական, պատմիր. ծով ցամաք երկիր քեզնով արարվեցան, բարձրյալ արքա ճշմարտության, դու ես վեմը փրկության, վահանը հավատքի, մենք մեծանում
մեծության մեջ, ամեն, փառաբանենք նրան, քանիսներս ենք պատրաստ իրոք փառաբանել Տիրոջը այսօր, ամեն, անկախ ամեն ինչից, ամեն, սիրիքուրս եղբայրս, պատրաստ ես, նրան փառաբանենք, ասենք, եկել ենք քեզ փառաբանենք, ամեն, մի շատ գեղեցիկ երգ պիտի երգենք, սիրիքուրեր եղբայրներ, գիտեմ, որ գիտեք այս երգը, երգենք ու ասենք, եկել ենք քեզ փառաբանենք, ամեն, արժանի է մեր Տերը, բարձրացեք մեր ծափերը, օրհնենք նրան, հալելույա, արժանի է նա, ցնծա նրա առջև և բարձրացրու նրան, հալելույա։ Ինձ հետ ասա, եկել ենք քեզ փառաբանենք, ամեն, երկրպագենք ու մեծանենք, որովհետև դու կյանքի աղբյուրը փրկիչն ու արարիչն ես, մարդը քեզ դինի հավեր, սա դու հզոր Աստված ես, օրհնության արժան ես, մենք ցնծում ենք քո առջև, նորից ասա, եկել ենք քեզ փառաբանենք, ամեն, երկրպագենք ու մեծանենք, ցնծա նրա առջև, դու կյանքի աղբյուր, փրկիչն ու արարիչն ես, մարդը քեզ դինի հավեր, հզոր ես, դու հզոր Աստված ես, օրհնության արժան ես, մենք ցնծում ենք քո առջև, գնայենք դեպ երկինքը, լի եկյուղով ու փառքով, դեպ քեզ բարձրած, դեպ երկինքը, անսահման ուրախության, գնայենք դեպ երկինքը, լի եկյուղով ու փառքով, դեպ քեզ բարձրած, դեպ երկինքը, անսահման ուրախության, եկել ենք քեզ փառաբանենք, երկրպագենք ու մեծանենք, երկրպագենք ու մեծանենք, ասա դու իմ կյանքի աղբյուրն ես, կյանքի աղբյուր, փրկիչն ու արարիչն ես, մարդը քեզ դինի հավեր, սա դու հզոր Աստված ես, օրհնության արժան ես, մենք ցնծում ենք քո առջև, գնայենք դեպ երկինքը, լի եկյուղով ու փառքով, դեպ քեզ բարձրած, դեպ երկինքը, անսահման ուրախության, գնայենք դեպ երկինքը, լի եկյուղով ու փառքով, դեպ քեզ բարձրած, դեպ երկինքը, անսահման ուրախության, գնայենք երկիր դեպ երկիր, քո ծափերով, երկյուղով ու փառքով, ձեր քեզ բարձրած, դեպ երկինքը, անսահման ուրախության, գնայենք դեպ երկինքը, լի եկյուղով ու փառքով, ձեր քեզ բարձրած, դեպ երկինքը, անսահման ուրախության, եկել ենք քեզ փառաբանենք, Ամեն, փառաբանենք նրան, շարունակենք, պատմենք այն օրվա մասին, երբ որ մեր Տերը ամպերով կվերադառնա, ամեն։ Ուզում եմ տեսնել ձեր արձագանքը։ Ուզում եմ տեսնել ձեր արձագանքը, ինչպես կարձագանքենք, երբ որ նրան տեսնենք ամպերով գալուց։ Կարող եմ տեսնել ձեր արձագանքը, ինչ կանես դու, երբ որ տեսնես նա ամպերով գալիս է, ամեն, ինչ կանես դու։ Ուզում եմ տեսնել սիրելիքուրս եղբայրս։ Եկեք պարապենք այդ պահը, ամեն։ Եկեք այդ պահի մասին պատրաստվենք, ինչ կանենք, երբ որ տեսնենք նա ամպերով կվերադառնա, ամեն։ Ամեն, արժանի է, փառաբանենք նրան, հալելույա։ Երբ որ նա ամպերով վերադառնա, իմ աչքերով պիտի նրան դեմքի նայեմ, ուրախությամբ
եւ փառքալով Աստծո զավակի ոտեր մեջ դիմավոր է Օ ինչպես փառք է ինչպես շնորհք է երջանիկ հույս է Տիրոջ կողմից ուրախ է որքան ուրախ է Հիշելով այս մեծ հույսը ցնծում է Ուրախ է որքան ուրախ է Հիշելով այս մեծ հույսը ցնծում է Ինչ մեծ խնջույք է լինելու երկնքի մեջ է որ բոլոր սուրբերը հավաքվեն Միասին պիտի փառաբանեն Աստծո գավին արժանի է ամեն քաղաքին ասա Աստծո պատրաստ է յուրտով երկի հուրտեր Զանգարված հոգը սպասում է Ուրախ է որքան ուրախ է Հիշելով այս մեծ հույսը ցնծում է Ուրախ է որքան ուրախ է Հիշելով այս ծափարի ողջույն նրան Հալելույա սովորայինը Տեր ամեն Նա կգա ամբերով և չի ուշանա Ամեն նրան կդի փառաբանենք բոլորս միասին Նրա առջև նրա գահի առջև իր հրեշտակների հետ Նա կգա իր բորավոր սուրբերով ցեք երկին Ահա Տերը գալիս է յուրավոր սուրբերով և հրեշտակների փողի ձայնով Հաստատելու է մի մեծ թագավորություն և խաղաղություն երկրի վրա Օ ինչպես փառք է, ինչպես շնորհք է, երջանիկ հույս է Տիրոջ կողմից ուրախ է, որքան ուրախ է Հիշելով այս մեծ հույսը ցնծում է Ուրախ է, որքան ուրախ է Հիշելով այս մեծ հույսը Ասա նորից ուրախ է Ուրախ է, որքան ուրախ է Հիշելով այս մեծ հույսը ցնծում է Ուրախ է, որքան ուրախ է Հիշելով այս մեծ հույսը ցնծում է Հիշելով այս մեծ հույսը ցնծում է Հիշելով այս մեծ հույսը ցնծում է Ամեն Ցնծա իմանալով և հույս ունենալով որ մեր Տերը պիտի վերադառնա ամեն Արժանի է մեր Տերը ամեն Մի պահ խոնարհեցնենք մեր գլուխները և նրան երկրպագենք ու փառք տանք Արժանի ես Տեր Բարձրացու քո ձեռքերը մի պահ Եթե կուզես նստել, կանգնել, ինչպես կուզես Բայց մի անցիր Տիրոջ այսօր Մի պահ չեմ ուզում ոչինչ խոսել, կուզեմ ամեն մեկս լռության մեջ, երաժշտության մեջ Տիրոջը երկրպագենք Առանց սպասելու թե ինչ պիտի ասվի բեմից, ինչ պիտի երգենք բեմից Ամեն մեկդ ձեր սրտերի մեջ Նրան այսօր հանդիպեք Ուղղակի այս երաժշտության մեջ բարձրացրեք ձեր ձեռքերը և նրան այսօր ուղղակի երկրպագեք բաց սրտով, բաց հոգով, բաց մտքով ամբողջությամբ Բարձրացու քո ձեռքերը Հանձնվիր նրան, նրա կամքին Եվ ուղղակի երկրպագիր նրան այս լռության մեջ Արժանի է մեր Տերը Սպասեք, որ բեմից կհնչի մի խոսք, որը ձեզ կվերաբերվի, որ կլսեք ու կասեք, սա ինձ համար էր, մի սպասեք։ Տերը անձամբ ձեզ սրտերի հետ խոսում ես, երեքուրես եղբայրս։ Միշտ չի, որ կարիք կա մեկը ձեզ մի բան կասի, որ դուք ձեզ կգտնեք ձեր իրավիճակների մեջ, կգտնեք ձեզ այդ խոսքերի մեջ։ Երկրպագեք նրան, երկրպագեք ուղղակի։ Արժանի է նա, փակիր քո աչքերը, երկրպագիր նրան։ Սուրբ ես Հիսուս։ Սուրբ ես Հիսուս։ Սուրբ ես Հիսուս։
Սրտիս միակ փափագներ մեծարել քեզ Տեր Եվ ով սրտով Աստվածի օրհնում են Տալիս է օրհնություն քեզ Միակ սերս դու ես Բացիր քո սիրտից էլ երկիր կյանքս քեզ եմ տալիս Եվ քեզ հանձնվում Եվ քեզ համար ապրում Եվ ամեն մի քայլում Քեզ հետ եմ լինել ուզում Թող կյանքդ լինի ամեն բանում Կյանքս քեզ եմ տալիս Եվ քեզ հանձնվում Սրտիս միակ փափագներ մեծարել քեզ Եվ ով սրտով Աստվածի օրհնում են քեզ Սրտասային ողջ ներաշխարհի քեզ օրհնություն է տալիս Կյանքս քոն է, քեզ եմ հանձնել Քեզ եմ հանձնել եմ կյանքը կրկնենք միասին ասենք Կյանքս քոն է Հիսուս Կյանքս քոն է, քեզ եմ հանձնել Քեզ եմ հանձնել Կյանքս քոն է Քեզ եմ հանձնել Երկիր դրան ասա կյանքս քոն է Հիսուս Քեզ եմ հանձնել Կյանքս քոն է Քեզ եմ հանձնել
12-րդ գլխի 27-րդ խոսքից եմ ուզում կարդալ ձեզ համար։ Սա այն ժամանակն է, երբ որ Տերը մուտք գործեց Երուսաղեմ։ Եվ նա երբ որ քարոզում էր եւ մարդկանց պատմում Տիրոջ մասին եւ ծառայում էր մարդկանց, նա արդեն գիտեր, որ պետք է խաչվեր յուրաքանչյուրիս համար, եւ 27-րդ խոսքից նա ասում է. Հիմա հոգիս խռոված է, եւ ինչ ասեմ, Հայր, փրկիր ինձ այս ժամից։ Սակայն ես հենց այս նպատակի համար եկա այս ժամին։ Հայր, փառավորիր քո անունը։ Եվ ասում է երկնքից ձայն եկավ ասելով. ես թե փառավորեցի այն եւ թե նորից պիտի փառավորվեմ։ Եվ ժողովուրդը, որ կանգնած էր, դա լսեց եւ ասում էր, որոտ մուք եղավ, ուրիշներն ասում են հրեշտակը խոսեց նրա հետ։ Եվ Հիսուսը պատասխանեց նրանց եւ ասաց. այս ձայնը ոչ թե ինձ համար եկավ, այլ ձեզ համար։ Հիմա է այս աշխարհի դատաստանը։ Սիրելիս, այս ձայնը, որ Տիրոջ մոտ եկավ, երբ որ Աստված խոսեց Հիսուսի հետ, Տերը ինքն ասեց, սա ինձ համար չեկավ, սա ձեզ համար եկավ, որպեսզի մեզ համար օրինակ լինի, որ եթե անգամ մեր հոգին խռոված է, ինչպես Հիսուսին էր խռոված 27-րդ խոսքում, երբ որ նա Տիրոջն ասեց, ինչ ասեմ քեզ, Հայր, ուղղակի խոսեց իր սրտից եւ ասեց, քեզ ինչ ասեմ, Տեր, ինձ ուղղակի փրկիր այս ժամից։ Եվ հետո հասկացա, որ նա այս նպատակի համար այս ժամին եկավ։ Եվ այս խոսքերի մեջ Տերը քեզ հետ է այսօր խոսում, սիրելի քուրս ու եղբայրս։ Ասում է, այս խոսքը ոչ թե ինձ համար է, այլ քեզ համար։ Դու սովորիր նրան քո խռովությունների, խռոված եւ վիրավորված սրտի մեջ պաշտել։ Դու սովորիր նրան ասել, Տեր, քո կամքը լինի, ոչ թե իմը։ Անկամ այն ժամանակ, երբ որ չես կարողանում նրա կամքին ուղղակի հանձնվել, չես ուզում ընդունել նա։ Տերն ասում է, քեզ համար է այս խոսքը, ոչ թե իմ։ Եվ Տերը այսօր քո կյանքի համար այս խոսքը ունի ասելով. ես թե փառավորեցի այն, եւ թե նորից պիտի փառավորվեմ։ Ձեռքը դիր քո սրտի վրա եւ Տիրոջն ասա. փառք ես Հիսուս, որ անգամ իմ այս ժամի մեջ դու պիտի փառավորվես։ Իմ ամեն իրավիճակի մեջ դու պիտի փառավորվես, որովհետև քո շնորհքն եմ տեսնում ամեն բանի մեջ, Հիսուս։ Եթե անգամ քեզ ասում եմ ինձ հեռացրու այս ժամից, Տեր, եթե անգամ քեզ ասում եմ Տեր այս բաժակը ինձնից հեռու տար, եթե քեզ ասում եմ թույլ մի տուր սա իմ կյանքի մեջ, դու պիտի փառավորվես ամեն իրավիճակի մեջ, անկախ ամեն ինչից, որովհետև քո շնորհքն է պատճառը, որ այստեղ է։ Եվ պիտի երկրպագեմ քեզ, Հիսուս, ասելով թող քո կամքը լինի ամեն բանում։ Նրան ասա, Տեր, քո շնորհքը տեսնելով քեզ երկրպագում եմ։ Քո շնորհքը տեսնելով տալիս եմ փառք քեզ։ Քո շնորհքը տեսնելով պաշտում եմ քեզ։ Քո փառքը տեսնելով բարձրացնում եմ ձայնս քեզ, Տեր, պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ, Տեր, պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ։ Նորից ասա, քո
լսելով բարձրացնում եմ ձայնս քեզ Տեր պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ Արժան ես պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ Ասա Եհովա Շալոմ Զորացող Տեր Եհովա Նիսի Դու հաղթող ես երկիրով Եհովա Շալոմ Խաղաղության Տեր Ես պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ Եհովա Շալոմ Զորացող Տեր Եհովա Նիսի Դու հաղթող ես երկիրով Եհովա Շալոմ Խաղաղության Տեր Ես պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ Ես պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ Ես պաշտում եմ քեզ քո ներկայության մեջ Սիրիս այս բարերի համաձայն Երբ որ Տերն ասեց, որ կզորացնի և կփառավորվի Խնդրեմ, որ բառերը ետ դնեք Վերջին կրկներքի Քեզ գտիր այս բառերի մեջ Երբ որ քո իրավիճակում ես Տերը զորացնում է քեզ Եհովա Շալոմ Երբ որ այս իրավիճակում ես Տերը հաղթում է և նա տիրում է ամբողջ քո իրավիճակը Ամեն Եհովա Նիսի Եվ Եհովա Շալոմ նա խաղաղություն է բերում քո կյանքի մեջ, քո իրավիճակների մեջ, ամեն Արժանի է մեր Տերը, որպեսզի առնի ողջ փառքը, ծափահարիր նրան Եվ ասա պաշտում եմ քեզ, քո ներկայության մեջ Հավիտյանս Հավիտենից, ամեն Արժանի է մեր Տերը ողջ փառքին և ողջ զորության ու մեծությանը Հալելույա, ունենք նրա անունը Ամեն, լսենք մեր հայտարարությունները Նատ բարձր ծափարենք մեր փառաբանության խմբին Բարով եք եկել Աստծո տուն, սիրելի Աստծո ժողովուրդ, եղեք օրհնված, շատ ուրախ եմ, որ այսօր այս հնարավորությունը ունենք եւ միասին վայելում ենք մեր Տիրոջ ներկայությունը։ Գիտեք, որ մի քանի հայտարարություններ պետք է անեմ, ուզում եմ սկսել մեր եկեղեցու պաշտամունքի ժամից եւ վայրից, էկրանին տեսնում եք հասցեն, յուրաքանչյուր կիրակի այս հասցեում հավաքվում ենք եւ միասին ունենք հրաշալի երկրպագություն, փառաբանություն եւ նաեւ հրաշալի խոսք պետք է լսենք։ Եվ դրան զուգահեռ ունենք նաև մանկական եւ պատանեկան ծառայություն մեր բալիկների համար, մինչեւ 9 տարեկանների համար ունենք մանկական ծառայություն եւ արդեն 9-13 տարեկանների համար ունենք պատանեկան ծառայություն եւ շնորհակալ ենք մեր ուսուցիչներից իրենց ջանասիրության, եռանդի եւ սիրո համար, Աստված շատ օրհնի ձեզ։ Ունենք նաև երիտասարդական ծառայություն, որը մեր սիրելի Իվան եղբայրը ամիսը 2 անգամ, 2 ուրբաթ օրերին ծառայություն է անցկացնում եւ իսկապես օրհնյալ ծառայություն է մեր երիտասարդների համար, շնորհակալ ենք նաև մեր Իվան եղբորը։ Ունենք նաև Bible Study, որը յուրաքանչյուր 5 շաբթի ժամը 7-ին այս սրահում մեր սիրելի Արտակ եղբայրը անցկացնում է աստվածաշնչյան սերտողությունը Bible Study-ին եւ ովքեր մասնակցում են, գիտեն, որ օրհնվում են եւ իսկապես օրհնյալ է ունենալ նման ծառայություններ մեր եկեղեցում, շնորհակալ ենք մեր բոլոր ծառայողներից։ Եվ տեսնում եք մայիս 21-ը, որ արդեն 2 կիրակի հայտարարում ենք, որ ունենալու ենք պիկնիկ միասին մեր եկեղեցով, դեռևս կոնկրետ վայրը մենք չենք որոշել, որտեղ պիտի լինի, բայց ուզում ենք իմանաք մայիս 21-ը ձեզ մոտ նշեք, որ եթե հնարավոր է այդ օրը միասին անցկացնենք, ուրիշ պլաններ չունենանք։ Եվ այսքանն էին մեր ծառայությունները եւ հայտարարությունները, տեսնում եք մեր հեռախոսահամարը եւ կարող եք մեզ հետեւել Facebook-յան եւ YouTube-յան մեր էջերով։ Իսկ հիմա խնդրում եմ անջատենք մեր հեռախոսները, եթե հնարավոր է, որպեսզի մեր ծառայության ընթացքը
մեր պաշտամունքը վայելեցինք, իսկ խոսքի բաժինը դեռևս նոր պետք է վայելենք, որպեսզի չխանգարի։ Շնորհակալ եմ, եղեք օրհնված շաբաթ բոլորիդ։ Ամեն, մի հատ էլ Անի համար ծափահարենք, ինչ լավ ասենց մեկս մյուսին պատիվ տալով գնում ենք առաջ։ Սիրելիներս, ողջունում եմ ձեզ մեր Տեր Հիսուսի անունով, ուրախ եմ յուրաքանչյուրի տեսնել Տիրոջ տան մեջ։ Գիտեք, սա կարծում եմ քրիստոնեական կյանքի կարևոր բաներից մեկն է, որ մեկը յուրաքանչյուր մարդ պետք է լինի դիսցիպլին ունենա կյանքում։ Գիտեք ինչա դա։ Հայերեն ոնց կլինի դիսցիպլին։ Կարգապահություն։ Մի հատ բարձր ասենք կարգապահություն։ Հիմա իրար նայեք եւ ասեք կարգապահություն։ Վստահ եղեք, որում որ ասում եք ձեզ նայում է, վստահ եղեք։ Կարգապահություն։ Սա նշանակում է, որ Աստծուն պետք է տանք անխնա, անխտիր, անփոխարինելի, ինչ որ դու մտածում ես անես Աստծո համար, սա այն դիրքն է, որը որ կարող ես նաև սпасել, որ ինչպես Աստված կվերաբերվի քեզ։ Սրա համար խնդրում եմ, որ իսկապես մեր կարգապահություն ավելացնենք, ոչ թե չարություն ենք անում, պարզապես ժամանակին գալու, որտեղ երբ որ ծառայությունը սկսում ենք, ուզում ենք միասին սկսենք։ Ես ձեզ անկեղծ ասեմ, ինձ անգամներ հրավիրել են հացկերույթի, ասում են Արտակ եղբայր, չենք նստում սեղան մինչև գաս։ Եթե դուք պատրաստ եք ինձ սպասեք, որ ես գամ սեղան նստենք, սիրելիներ, մենք ուզում ենք բոլորս միասին Աստծո սեղանի շուրջ հավաքվենք։ Դրա համար խնդրում եմ, ձեր կյանքի մեջ ավելացրեք կարգապահություն, տնից դուրս եկեք մի քանի ժամ շուտ։ Ճիշտ է, չէ՞։ Մի քանի ժամ շուտ դուրս եկեք։ Րոպե չեմ ասում, որտեղ րոպեի հույսին է լավ, հələ մի քանի րոպե կա։ Ոչ, սիրելիներ, իսկապես եկեք այդ անելիքը մեր, իսկապես անենք ինչպես որ հարկն է։ Ուզեմ ձեր ջերմ ծափահարությամբ այստեղ հրավիրենք Անի ջան, Արման ջան, երեխեքի հետ։ Բոլորդ եկեք։ Այդ քիչ ծափտակ ես հետ կգնամ, շատ ծափտվեք, որ Ինչա։ Հրաշք։ Այս քաղցր ընտանիքը սիրելներ մեզ համար մեծ օրհնություն են Արման եղբայրս, Անիկուրս եւ շատ սիրելի Արամիկը եւ Մանեն։ Մեզ համար իսկապես հրաշալի օրհնություն են սիրելներ։ Մի ընտանիքի տիպար, որ կարելի ասել հայրը, մայրը, ծնողները եւ զավակները միասին Տիրոջ տան մեջ են։ Եվ ես շատ անկեղծ ուրախանում եմ, որ երբ որ ծնողները դիմում են ասելու, որ մեր զավակներին ննցայենք։ Հա ցավը տան, հես։ Ուզում եմ ուղիղ կանգնի, որ լսի ինձ էլ տեսնի, էլի։ Այդ նկատի ունի։ Մի բողոքի, ինձ աչքով անում։ Շատ լավ սիրելիներս, ուզում եմ, որ մենք միասին վայելենք այս օրհնությունը եւ ես խնդրել եմ, որ Արման եղբայրը Սուրբ Գրքի այն հատվածը, որ իր սրտում կա, որ կուզի իր աղջկան, իր զավակին համար կարդալ, խնդրել եմ, որ կարդա ինքը եւ հետո մենք աղոթքի համար պետք է հրավիրեմ մեր եկեղեցու ավակ ծառայողներին, միասին պետք է աղոթենք։ Խնդրեմ Արման ջան։ Սրտիս մեջ մի հատ շուտվանից խոսք կար, դեռ աղջկաց ժամանակվանից, մանես երբ որ ծնվել է, Աստված ես խոսքով շատ է խոսած է իմ հետ ու կարելի ասել փոխել է իմ կյանքը այս խոսքով։ Ուզում եմ կարդամ 139 Սաղմոսից մի հատված, գոհանում եմ քեզանից, որ ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցա, զարմանալի են քո գործերը եւ իմ անձը լավ հասկացել է, իմ ոսկորները չծածկվեցան քեզանից, երբ որ ես ստեղծվեցի ծածուկ տեղը եւ երկրի խորություններում ճարտարությունով կազմեցա, քո աչքերը տեսան իմ կերպարանքը դեռ անպատրաստ եւ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ որ նրանցից դեռ ոչ մեկը չկար։ Վերջ։ Այդքան էր։ Տերը օրհնի, կուզեմ իմ աղջկա համար մի հատ աղոթք բարձրացնեմ առ Աստծուն, խնդրեմ, որ Աստված օրհնի իր կյանքը, ձեր հետ միասին աղոթենք։ Սիրելի Հայր, մենք շնորհակալ ենք Տեր այսօրվա համար, որ պատրաստել էիր մեր համար Տեր Հիսուս։ Շնորհակալ ենք մեր երեխեքի համար Տեր Հիսուս, որ իրանք
օրնված են, Տեր խնդրում ենք, որ օրնես մեր Միլենին, իր կյանքը հանձնում ենք քո ձեռքերի մեջ, Տեր ջան, եւ վստահում ենք, որ դու մեզանից լավ իրան տեղ կհասցնես, Տեր, եւ խնդրում ենք քո հայրական օրհնությունը լինի իր կյանքի ողջ ընթացքի մեջ, Տեր, եւ ուր որ գնա, Տեր Հիսուս ջան, թող օրհնություն լինի մարդկանց համար եւ թող քո լույսն ու խոսքը թող տարածի մարդկանց մեջ, Հայր։ Շնորհակալ ենք ամեն բանի համար, որ դու արել ես եւ անում ես մեր կյանքերի մեջ, Հայր։ Մեր սիրելի Տեր Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Մենք չենք վերջացրել, սիրելիներ, ես կխնդրեմ, որ մեր ավակ ծառայողները մոտենան, այստեղ բոլորը գան, մենք պիտի աղոթենք հիմա Միլենին, ուրեմն Միլենա չի, Միլեն։ Երբ որ ասեք անունը ինչա, չասեք Միլենա, ասեք Միլեն։ Ասեք Միլենա։ Վերջում նորից էլի Միլենա է դուրս գալի։ Շատ լավ, աղոթենք սիրելիներս, ուզում եմ, որ հավատքով աղոթենք։ Գիտեք, Աստծո խոսքն ասում է, որ երբ որ ընծայում ենք Տիրոջը, Աստված կարծես թե պատասխանատվությունը իր վրա է այդ երեխային տեղ հասցնում, ինչպես եղբայրս ասեց, որովհետև ամեն արգանդ բացող Աստծո խոսքն ասում է, պիտի Տիրոջը ընծայվի։ Պետք է ընծայվի Տիրոջը։ Սա աստվածային կանոն է, սիրելիներ, սա ոչ թե եկեղեցական արարողություն է, այլ աստվածային կանոն է։ Երբ որ տալիս ենք Տիրոջը, հավատում ենք, որ Աստված յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր վիճակի մեջ պատրաստ է իր զավակի համար իր օրհնությունը արձակի։ Անի ջան, կուզեմ, որ դու աղոթես, հետո ես կաղոթեմ անպայման, բայց մի հատված կա Սուրբ գրքի, ամեն անգամ ես կարդում եմ դա, բայց այս անգամ մի հատ ուրիշ բան կա, որ ասեմ, հետո դու կկարդաս։ Եթե հիշում եք Ադամն ու Եվան, երբ որ առաջի զավակը ունեցան, գիտեք ինչ ասցին, մարդ ստացանք Տիրոջից։ Չէ՞։ Տիրոջից, ինքը իրան չեղավ, ինքը հենց այնպես չէր, մեր ուժերով չէր, մենք չէինք, բայց Աստծուց ստացանք, Տիրոջից ստացանք, եւ այդ ինչ որ Աստծուց է, պիտի նվիրվի ում Աստծուն։ Ամեն։ Անջան, խնդրեմ, որ այս Մարիամի խոսքը կարդաս, երգը, որ Մարիամը կարդաս, դու էլ կարդաս։ Եվ Մարիամն ասաց. «Թող իմ անձը Տիրոջը փառավորի, իմ հոգին ցնծա, իմ Փրկիչ Աստծով, որովհետև իմ աղախնի խոնարհությունը նկատեց, եւ այսուհետ բոլոր սերունդներն ինձ երանի պիտի տան, որովհետև հզորն ինձ համար մեծամեծ գործեր արեց, եւ սուրբ է նրա անունը, եւ նրա ողորմությունը սերունդներն իրենից երկյուղածների վրա է»։ Այսքանն է արտակերպել։ Okay. Իր բասկով զորություն ցույց տվեց, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով, զորավորներին աթոռներից իջեցրեց ու խոնարհներին բարձրացրեց, քաղցածներին բարիքներով լիացրեց ու հարուստներին դատարկ արձակեց, օգնության հասավ իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, ինչպես որ ասել է մեր հայրերին, Աբրահամի եւ նրա սերունդների վերաբերյալ Հավիտյան։ Մայրամը նրա մոտ մնաց գրեթե 3 ամիս եւ իր տունը վերադարձավ։ Ամեն, ամեն։ Հզորը մեծամեծ բաներ արեց եւ նրա անունը Սուրբ է։ Ամեն։ Աղոթենք միասին։ Շատ հետաքրքիր է, որ երեխեքը միշտ sense պահերի ավելի ակտիվ անում են, դա շատ նորմալ է, որտեվ Աստծո այցելությունը միգուցե իրանց համար այս պահին ավելի հետաքրքիր է, քան մեր այցելությունը։ Սիրելի մեր երկնային Հայր, մենք շնորհակալ ենք քեզ այս հրաշալի օրհնությանդ համար, շնորհակալ ենք Միլենի համար։ Փառք ենք տալիս քեզ, որ դու ամենակարող Փրկիչ Աստվածն ես, ամենակարող Արարիչն ես, չկա մեկը քեզ նման, եւ դու քո զավակների համար, քո որդիներին պարգևում ես, որպեսզի նրանք խնամեն, մեծացնեն։ Եվ Հայր, շնորհակալ ենք, որ Միլենին պարգևել ես մեր սիրելիներին, Արմանին եւ Անիին։ Եվ հիմա Տեր, մենք նշան ենք դնում, ինչպես քո խոսքն է ասում, նրա ճակատին, որ Միլենը քոնն է, Տեր։ Մենք հայտարարում ենք, որ ինքը քոնն է, Հայր, Հիսուսի անունով։ Մենք աղոթում ենք նրա կյանքի յուրաքանչյուր վիճակների համար, Հայր, նրա մանկության, նրա պատանեկության, նրա երիտասարդության, նրա անգամ խորը ծերության եւ տարիներից կշտանալու մինչեւ ակնթարթը, Հայր, քո ձեռքերի մեջ ենք հանձնում։ Օրհնում ենք Միլենին, օրհնում ենք իր ձեռքերը, իր ոտքերը, Հայր, օրհնում ենք իր կյանքը, Հայր, եւ աղոթում ենք, որ քո աստվածային այցելությամբ օրհնես մեր սիրելի զավակին, Հայր։ Տեր, պաշտպանիր ամեն չարից։ Տեր, աղաչում ենք քեզ,
որ սատանայի ամեն գործերը քանդված լինի եւ երբեք չկարողանա միլենի կյանքին մոտենա։ Տեր աղոթում ենք, պաշտպանիր եւ օրհնիր առողջությամբ, մտքի զգայունությամբ, Հայր, թող որ պարզ եւ օրհնյալ լինի Տեր իր ուսման մեջ, թող հաջողակ լինի իր կյանքի եւ գործերի մեջ, եւ անգամ աղոթում ենք նրա ամուսնության համար, Հայր, աղոթում ենք քեզ Տեր, այն զավակդ, որ ծնվել է, թե պիտի ծնվի Տեր, մենք աղաչում ենք, որ նրան էլ Սուրբ Հոգով լցնես եւ Տեր պատրաստես այն փառավոր օրվան, որի մեջ պիտի հանդիպեն իրար Տեր։ Մենք աղաչում ենք քեզ, քո զավակիդ խնայիր, օրհնիր եւ առաջնորդի իր ճանապարհների մեջ։ Խնդրում եմ նաեւ Տեր Աստվածս, որ երբ որ ժամանակը հասունանա ընտրություն անելու, թող Միլենը ընտրի քեզ որպես միակ Տերը, Փրկիչը, Աստվածը, եւ մենք շնորհակալ ենք Հայրս։ Աղաչում եմ նաև ընտանիքը օրհնիր, նաև Տեր զավակների համար եմ աղաչում քեզ, Տեր Աստվածս, Մանեին էլ Տեր, նորից քո ձեռքերիդ մեջ ենք տալ եւ աղաչում ենք օրհնիր, զորացրու, ավելի Տեր իրան հասունացրու քեզ ճանաչողության մեջ եւ իր կյանքի նպատակների մեջ թող փառավորվի անունդ։ Նաև Տեր Արամիկին ենք Տեր բերում քո սրբության մեջ, Հայր, աղաչում ենք Աստվածս, Սուրբ Հոգիի փառավոր ներկայությամբ օրհնիր Տեր քո զավակներին, տաղանդներով, շնորհներով ու պարգևներով լցրու եւ թող ապագան իրանց համար լինի օրհնյալ քո ձեռքերիդ մեջ վստահված եւ ապահով, Հայր։ Մեր Տեր Հիսուսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Եվ հիմա կխնդրեմ Սամվել եղբայրս աղոթի ընտանիքի համար եւ մենք բոլորս միաբանվենք, մեր ձեռքերը պարզենք։ Սիրելի եկեղեցի, որպես ընտանիքի ջերմ անդամներ, ձեր սրտի ջերմությունը, հավատքը արտահայտեք դեպի այս հրաշալի ընտանիքը։ Եկեք միասին միաբանվենք ու աղոթենք։ Երկնավոր Հայր, շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ ենք ամեն բանի համար, որ դու մեր Աստվածն ես, որ դու մեր արարիչն ու Տերն ես, որ դու մեր ստեղծողն ես, Տեր։ Շատ շնորհակալ ենք։ Հայր ջան, շնորհակալ ենք, որ դու քո մտահղացումների մեջ դեռ դարեր առաջ, դեռ հազարամյակներ առաջ, դեռ որ ոչինչ չկար, դու քո սրտի մեջ, քո մտքի մեջ ուներ այս հրաշալի ընտանիքը, Տեր։ Ես շնորհակալ եմ, որ շատ ժամանակ անց այս գաղթօջախում, այս օտար ափերում մենք հիմա միասին ենք ու այս ընտանիքի հետ միասին ենք ու միասին կանգնած ենք, Տեր։ Հայր, ես շնորհակալ եմ, որ դու մեզ տվել ես հրաշալի հնարավորություն բարեխոսական աղոթք, որ ամեն մեկս կարող ենք հավատքով արտահայտել մեր աղոթքը, հռչակել եւ հիմա որպես եկեղեցի հավատքով բերում ենք այս հրաշալի ընտանիքը քո ձեռքերի մեջ, Աստված ջան, եւ հռչակում ենք, թող քո կամքը լինի, Տեր, թող քո արքայությունը գա իրանց կյանքի մեջ, թող քո պաշտպանությունը լինի, Տեր, թող սատանայի բոլոր գործերը քանդված լինեն իրանց կյանքի առաջից Հիսուսի անունով, Հայր ջան, առատապես օրհնիր Արման աղբորս, օրհնիր Անի քրոջս, Մանեին, Արամին, օրհնիր Միլենին, Տեր ջան, օրհնիր այս հրաշք ընտանիքը Հիսուս Քրիստոսի անունով, թող չարի բոլոր գործերը, չարի բոլոր սարդոստայները, որ իրանց ոտքերի առաջ կուզենան լինեն, Հիսուսի անունով թող քանդված լինեն, չարի բոլոր գործերը թող քանդված լինեն, եւ Տեր Հիսուս Քրիստոսի արյան պաշտպանությունը թող իրանցից ամեն մեկի վրա հանգչի, Տեր, Հայր ջան, այն երկնային երջանկությունը, որ իրանց համար կա, թող էլ ավելի ավելանա, թող իրանք միաբան, հավատքով, քեզ մեջ ամուր քայլեն ու հաղթարեն կյանքի այս փորձությունները, կառուցեն, շատանան, օրհնվեն եւ օրհնության աղբյուր լինեն շրջապատի համար։ Հայր, մեկ անգամ եւս շնորհակալ եմ, որ մեզ հրաշալի այս եկեղեցին որպես իրար կողք դրեցիր եւ մեզ տվեցիր բարեխոսելու արտոնությունը եւ քո խոսքի համեմատ այս ամենը խնդրեցինք Հիսուսի անունով։ Ամեն, ամեն։ Ամեն, շնորհակալ եմ Սամվել եղբայրս։ Եվ հիմա սիրելիներ, մենք խոստում ենք առնում ծնողներից, որ ծնողները պետք է իրենց զավակներին մեծացնեն Աստծո տան մեջ։ Ես հատուկ խոստում առնելու կարիքը եւ անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում, որովհետեւ թե Արմանը եւ թե Անին արդեն ապացուցել են երկու զավակ Տիրոջ տան մեջ եւ իրենք էլ Տիրոջ սիրելիներն են։ Բայց որpիսի Միլենը արդեն մեծանա այս վիդեոն նայի, հատուկ սրա համար ուզում եմ որ խոստում առնենք։ Արման ջան, Անի ջան, խոստանում եք Տիրոջ առաջ, որ իրան մեծացնեք Աստծո վախի մեջ, Տիրոջ ճանաչողության մեջ։ Ամեն։ 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 Տերը օրհնի ձեզ եւ որպես առաջի քայլ, առաջի ուղեցույց ուզում ենք որ Կարինեն որպես մանկական պատասխանատու մանկական ծառայության նվիրենք Միլենի առաջի մանկական Աստվածաշունչը։ Մեր ծափերը, մեր օրհնությունները, մեր շնորհավորանքները ձեզ։ Տեր օրհնի, ուրախացավ։
Գնացեք։ Հիմա մանուկներին կխնդրեմ, որ գան այստեղ, մի գնացեք, մանուկները թող մնան։ Կխնդրենք մանուկները գան այստեղ, իրենց համար էլ աղոթենք, օրհնենք եւ հետո թող իրենք գնան մանկական ծառայության, մենք մեծերով լուրջ խոսելու բան ունենք։ Սպասում եմ, բա ինչ, առանց քեզ չի լինի ախր, Նար ջան։ Արի ջիգարս։ Խնդրեմ մեր ձեռքերը պարզենք, տարածենք միասին։ Սիրելի երկնային Հայր, շնորհակալություն քեզ այս գանձերի համար։ Շնորհակալ ենք քեզ այս քաղցր տղաների, աղջիկների համար։ Շնորհակալ ենք, որ դու իրանց մեծացնում ես տանդ մեջ, օրհնում ես իրանց։ Հայր, ես աղոթում եմ, որ քո խաղաղությունը տաս ամենքին, օրհնությունը արձակես յուրաքանչյուրի համար։ Աղաչում եմ Հայրս, որ Սուրբ Հոգով լցնես ամենքին, Տեր։ Տեր, մենք չենք ուզում, որ միայն Պենտեկոստեն մեր համար Սուրբ Հոգու լեցունության առիթը եւ օրը լինի։ Մենք ամեն ակնթարթն ենք ուզում, որ լինի այդ առիթը, Տեր։ Եվ խնդրում եմ, որ յուրաքանչյուրին հնազանդության, Սուրբ Հոգուտ պտուղներով, առատությունով լցնես, պարգևներով օծես, որ նրանք կարողանան ապագայի մեջ, Տեր, հզոր Աստծո հավատացյալ եւ ծառայողները լինեն, Հայր։ Շնորհակալ ենք, օրհնում ենք իրենց, խնդրում ենք, որ մանկավարժներին օրհնես եւ նրանց խոսքը թող զորությունով գնա այս մանկանց կյանքի մեջ եւ թող նրանք արմատանան քո մեջ, Հայր, եւ քո անվան ու փառքի համար պատղաբեր լինեն իրենց կյանքի ողջ ընթացքում։ Սիրելի մեր Հայր, աղոթում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն։ Հիշում ես, չէ՞ կամած պիտի ասես։ No, I want to աղոթեմ։ Աղոթես, աղոթի։ Հեն անգամ այդ մարգարեական բանը ասեն, նայեք։ Աստվածով պիտի ամեն անգամ լսենք, պիտի աղոթենք ամեն օր, ամեն առավոտ, ամեն գիշեր, պիտի սատանային չլսենք, մենակ Աստվածին լսենք, ամեն։ Ամեն։ Թույլ տվեք ասեմ, որ այս երեխեն պատահական բառեր չի ասում։ Կարող եմ մեկ երեխություն անի բան դուս կա ասի, բայց այս ինչ որ ասեց, վստահ եմ, որ ինչ որ մեկիս համար, եթե ոչ բոլորիս համար մեծ զգուշացում էր։ Սիրելիներս, պատրաստ ենք Տիրոջ խոսքը լսենք։ Այսօրվա մեր պատգամախոսը պետք է լինի մեր սիրելի Իվան եղբայրը, մեր երիտասարդների հովիվը, այնպես որ մեր ջերմ ծափահարությամբ հրավիրենք այստեղ Իվան եղբայր ջան, արի։ Փառք Տիրոջը, ներողություն եմ խնդրում ձայնիս համար, մի տեսակ շատ վախեցնող է։ Խոնարհվենք Տիրոջ առաջ եւ աղոթենք մինչեւ խոսքի անցնելը եւ խնդրենք, որ նրա Տիրոջ հոգին այսօր գա այս վայրի մեջ եւ օգտագործի մեր յուրաքանչյուրին, մեր սրտերը եւ մեր ականջները բացի, որպեսզի կարողանանք լսենք եւ առնենք այն խոսքը եւ այն ինչ որ Տերը ունի այսօր մեզ ասելու։ Երկնային Հայր, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, որ քո մեծությունով եւ քո զորությունով դ որոշեցիր այսօր այստեղ լինել, հանդիպել մեզ հետ, զրուցել մեզ հետ, Տեր, եւ մեր սրտերի հետ խոսաս այն խոսքը, որ ունես մեզ համար այսօր ասելու, Տեր։ Տեր, այս աշխարհը խավարը թանձրանում է ամեն օր։ Եվ դու ունես խոսք մեզ համար, եւ դու ունես նպատակ, եւ դու ունես ծրագիր մեր յուրաքանչյուրի կյանքում։ Հայր, խնդրում ենք, որ մեր յուրաքանչյուրի սրտերը այսօր պատրաստես քեզանից լսելու, Հայր։ Ուզում ենք, որ մեր սրտի ականջները բացես, Տեր, որպեսզի կարողանանք լսենք եւ կարողանանք վերցնենք այն ինչ որ ունես փոխանցելու մեզ, եւ ոչ միայն լսողներ լինենք, այլ դա իրապես կատարողներ լինենք, Տեր։ Օգնիր ամեն բան, ինչ որ դու պիտի փոխանցես մեզ, Տեր, դա վերցնենք եւ օգտագործենք քո անվան փառքի համար, Հայր։ Տեր, խնդրում եմ, որ քո Սուրբ Հոգու ներկայությունը, զորությունը եւ առաջնորդությունը բերես այս վայրի մեջ եւ քո առաջնորդական խոսքով դգաս եւ առաջնորդես մեզ, Հայր։ Թող քեզ լինի ամեն օրհնությունը, թող քեզ լինի ամեն փառքը, պատիվը եւ գոհությունը, որին որ արժանի ես մեր երկնավոր Հայր։ Փառավորվիր, մեծարվիր Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված։ Ամեն։ Ուրախ եք։ Ես էլ եմ ուրախ։ Ոչ թե նրա համար, որ այսօր ես պիտի քարոզեի, այլ ավելի լավ կլիներ, որ ընդեղից լսեի ես էլ, բայց հավատում եմ, որ Տեր այսօր խոսք ունի մեզ ասելու։ Եվ որպես բացման խոսք ուզեմ իրար հետ միասին կարդանք Առակաց 3-րդ գլխի 5-ից 6 համար ասում է. Տիրոջ ապավինիր քո բոլոր սրտով
եւ քո հասկացողությանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան եւ նա կուղի քո ճանապարհները։ Ամեն։ Տիրոջ ապավինիր քո բոլոր սրտով։ Կարծում եք դա հեշտ է թե չէ։ Չի ասի այդքան այո, որովհետեւ շատ ժամանակ մեր հասկացողությունը ավելի առաջ է ընկնում, քան թե Տիրոջ հավատքը։ Ես որպես մի փոքր վերնագիր սա եմ դրել, բայց դու կարող եք փոխել եւ ձեր համար դնեք վերնագիր, թե ինչին կկամենաք եւ ինչի մասին կհասկանաք, թե նյութի ընթացքում, որտեղ կարիք ունես վստահելու Աստծուն այսօր։ Ես երեկվա մասին չեմ խոսում, վաղվա մասին չեմ խոսում, հենց այսօր, որտեղ մենք կարիք ունենք, որտեղ նպատակ կա, որ Աստված ուզում է գործ անի եւ որտեղ է որ մենք կարիք ունենք այսօր այդ վստահությունը եւ Տիրոջից վերցնելու։ Գիտես, Աստված երբեք չի վախենում քայլ անել դեպի մեզ։ Երբեք։ Եվ նա գալիս է մեր կյանքի մանրուքների, դիթեյլների մեջ է գալի եւ երևում։ Սիրելիս, եթե ուշադրություն դարձնենք Աստծո խոսքին, Աստծո խոսքը ասում է նույնիսկ երկնքի թռչունները եւ կենդանիները ինչ որ ստեղծել են, նրանք հաշված են։ Եթե նրանցից որևիցե մեկն էլ ընկնում է, ինքը այդ հաշիվը գիտի արդեն, ինքը մի հատ դեղը դնում է, դա պակաս չի մնում։ Եվ ուզում եմ այս մանրուքներին Աստվածը, այն Աստվածը, որ կարողանում է այս մանրուքներին մասին հոգալը, որ այս մանրուքները, այս ամեն դիթեյլը կարողանում է հատ առ հատ տեղադրելը, ինչ ես կարծում, քո արդյունքները նա չի տեսնում, քո կոտրված սրտին նա չի տեսնում, եւ կարծում ես, որ նա անտեսում է քեզ քո նեղության մեջ, կարծում ես, որ քո կոտրված սիրտը ետ է վանում նրան։ Գիտես, Աստվածաշունչն ասում է, Աստված կոտրված սրտերի հետ է, բայց նրան վանող մի բան կա, որ կարող վանի քո սիրտը, երբ որ հպարտությունով ամուր փակված է սիրտդ։ Հպարտությունով ամուր փակված սիրտը դա ետ է վանում Աստծուն, Աստվածը դե ոչինչ չունի անելու, որովհետև դու քո հպարտությունով եւ քո կարողությունով արդեն որոշում ունես, որ դու դա կարող ես, որ քեզ ոչ մոկի ոչ ներկայությունն է պետք, ոչ էլ օգնությունն է պետք, որ դու դա անցնես։ Բայց եթե մենք այսօր բացենք մեզ նրա առաջ, թեկուզ այդ ամոթից մեր երեսը կախած, նա կսկսի գործել մեր կյանքերի մեջ։ Նա այսօր այստեղ է եւ որոշումով այստեղ, որպեսզի գործ անի իմ ու քո կյանքի մեջ։ Հատվածը, որի միջով այսօր պիտի քայլենք իրար հետ, Ղուկաս ավետարան վերջի գլխից եմ ես վերցրել, 24-րդ գլուխն է, մոտավորապես 7-ից 8 համար պիտի անցնենք իրար հետ։ Եվ կուզեմ համարը սկսենք հենց 17-ից 18-րդ համարներից։ Եվ ասում է, եւ նրանց ասեց, այդ ինչ բան է, որ դրանց համար իրար հետ վիճում եք, գնալիս եւ տրտմած եք։ Եվ պատասխանեց նրանցից մեկը անունը Կեղեպոս եւ ասեց նրան. Դու ես միայն բնակվում Երուսաղեմում, որ չիմացար այն բաները, որ այս օրերում տեղի ունեցավ։ Անգլերեն թարգմանության մեջ ասում է stranger. Դու ես այն օտարականը, որ տեղյակ չի ինչ տեղի ունեցավ Իսրայելի մեջ այս օրերի ընթացքում։ Ծիծաղալու է, չէ՞։ Նրանք սա ասում էին աշխարհի արարչին, աշխարհի Աստծուն։ Ասում էին սա այս հարցադրումը գնում էր այն մարդուն, ով որ անցել էր այս ճանապարհը։ Գիտեք ինչպես ենք մենք շատ հաճախ ամեն բան խառնում։ Եվ մտածում ենք, որ Աստված պետք է գործի մեր ծրագրերով եւ շարժվի այնպես, ինչպես որ մենք ենք ուզում։ Այս նույն տպավորությունը ունեին այս մարդիկը։ Նրանց պատկերացման մեջ դեռ բաներ կար, որ պիտի լիներ, բայց իրենց պատկերացումներն ու ծրագրերը դեռ ուրիշ տեղ էին։ Գիտես, ավելի մանրամասը սա ներկայացնելու համար, որպես եկեղեցու ծառայող, շատ ժամանակ նույնիսկ որպես եկեղեցու հովիվները իրանք են որոշում կայացնում, թե Աստված ինչպես պիտի գործի իրանց եկեղեցում եւ ինչպես պիտի շարժվի իրանց եկեղեցում։ Սիրելի քույրես, եղբայրս, Աստված չի շարժվում իմ ու քո գծած ծրագրերով։ Աստված չի շարժվում իմ ցանկություններով։ Ասեմ ավելին, որպես ծնողներ, մենք շատ հաճախ որոշում ենք կայացնում, թե Աստված ոնց աշխատի իմ երեխայի կյանքում եւ նույնիսկ երբ աշխատի իմ երեխայի կյանքում։ Ես փորձում եմ որպես ծնող Աստծուն ուղղություն տամ, թե երբ սկսի գործել իմ երեխայի կյանքում։
Եվ եթե ուշադրություն դարձնենք այս համարում Կեղեփոսը պատմում է Հիսուսին, թե ինչ տեղի ունեցավ հենց Հիսուսի հետ։ Միթե սա ծիծաղալու չէ։ Պատմում է Հիսուսին, թե ինչ է տեղի ունեցել Հիսուսի հետ։ Ես կարծում եմ, որ Աստված լավ հումորի զգացողություն ունի, որովհետև ինքը թույլ տվեց, որ նա շարունակի այդ պատմությունը։ Ինքը չլրացրեց նրան։ Ասես պատմի, տեսնեմ դու ինչ ես հասկացել լավ։ Տեսնեմ դու ինչ ունես ասելու ինձ։ Եվ մեղադրանքը, որ ընչեց, արդյոք դու ես մենակ, որ չգիտես ինչ է տեղի ունեցել, բայց նա ում հետ այս ամենը տեղի էր ունեցել, կանգնած էր իրենց կողքին, եւ Կեղեփոսը պատմում էր նրան, թե ինչ է տեղի ունեցել։ Մանրամասնորեն պատմում էր այն դիթեյլներով, այն մանրուքներով, թե ինչ տեղի ունեցավ Քրիստոսի հետ, չգիտակցելով, որ նա ինքը հենց կանգնած է կենթանի Աստծո որդու կողքին։ Կենթանի Աստծո կողքին, ով որ հենց իրանց ներկայությունով, իր ամբողջ ներկայությունով կանգնած էր այդտեղ։ Եվ եթե շարունակությունը նայենք, եւ նա ասաց նրանց, եւ Հիսուսը նրանց ասում է. «Որ բաները»։ Եվ նրանք ասացին. Հիսուսն ազնվրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր, զորավոր գործերով, Աստծո եւ բոլոր ժողովրդի առաջին։ Գիտեք, նրանք կանգնած էին ամենակարող Աստծո կողքին եւ խոսում էին նրա մասին անցյալով։ Նա մի մարգարե մարդ էր, անցյալ։ Ինչի համար, որովհետև իրանց պատկերացումներով մի բան կանգ էր առել այդտեղ։ Ես ուզում եմ սիրելի քույրս եւ եղբայրս մի բան, եթե նշում ես անում, սա կոնկրետ նշում արա քո մոտ։ Արդյոք մենք բաց չենք թողնում նրա ներկայությունը զուտ այն պատճառով, որ մենք դեռ մնացել ենք մեր անցյալի ներքո։ Արդյոք ես ու դու Տիրոջ ներկայությունը բաց չենք թողնում զուտ այն պատճառով, որ մենք ապրում ենք մեր անցյալով։ Նա էր, որոշ ժամանակ առաջ մեկը կար, որոշ ժամանակ առաջ սա էր։ Ես ուզում եմ մի բան պատմեմ, ես մեր ավակ հովիվներից մեկն էր եկել էր այստեղ, նստած ենք իրանց հետ զրույցի, եւ եղբայրներից են իրանց կողքը նստած, ովքեր որ նույնիսկ ձեռնադրված հովիվներ են, եւ ծառայություններից են խոսում եւ իրանք հիշում էին անցյալը։ Մենք գիտեք, էս ենք անում, մենք սա ենք անում, մենք նա ենք անում, մենք գնում ենք, էս ենք անում, մենք գնում ենք, այն ենք անում, ամեն մեկը սա ցենց հետաքրքիր բաներ են պատմում անցյալով։ Եվ իմ մեջ մի հարց բարձրացավ, եւ ես այդ հարցը բարձրացրեցի հենց իրանց էլ այդտեղ կանգնած, ասեցի կներեք, հիմա ով է խանգարում, որ դուք դա անեք։ Ինձանից սկսած, հիմա ով է խանգարում, ով է իմ ձեռքը բռնել, որ ես դա չեմ կարողանում անեմ, բայց ես կարողանում էի անեմ։ Միթե ես անցյալում թողեցի դա։ Միթե ես այդ անցյալի քողը քաշեցի իմ վրա եւ ես կարողացա ծածկել Տիրոջ ներկայությունը եւ թույլ չտալ, որ նա գործի իմ կյանքում։ Անցյալը երբեք մենք չենք կարող հետ բերել, անցյալում թե մենք ինչեր ենք արել, սա ոչ մեկի չի հետաքրքրում, նույնիսկ այս խոսքը, որ ես արդեն կարդացի, դա անցյալը, ես ու դու չենք կարող հետ բերել։ Գնաց։ Ապագայիդ մեջ, քո ներկայիդ մեջ դու ինչ ես տեսնում եւ քո ներկայումդ ինչ կարող ես անել, սա է հարցը։ Եվ այստեղ նրանք կենթանի Աստծո ներկայության մեջ կանգնած նրա մասին խոսում են անցյալով։ Մի մարդ կար, նազովրեցին, մարգարե մարդ էր։ Սիրելի քույրս եղբայրս, ես չեմ ուզում, որ մեզանից որևիցե մեկը Աստծո ներկայությունը բաց թողնի զուտ այն պատճառով, որ նա մնացել է իր անցյալի արածների կամ անցյալում Տիրոջ հետ հանդիպումի քողի տակ։ Եթե շարունակենք համարը 20-րդ խոսքում ասում է, թե ինչպես մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նրան եւ խաչեցին նրան։ Իսկ մենք հույս ունեինք, թե նա հույս ունեիք, թե նա ինչ։ Իսկ եթե ես լինեի Հիսուսի փոխարեն այստեղ հենց կանգնացնեի Կեղապոսին, կասեի, որովհետև դու ունեիր, հարց կուղեի նրան, դու ունեիր արդյոք, որովհետև հավատքը, որ տեսանելի է, դա հավատք չէ։ Իսկ եթե դու խոսում ես, դու ունեիր հավատք եւ այլևս չունես, դա ուրեմն իրական հավատք չէր։ Եթե ես խոսում եմ մի բանի մասին, որ ես ունեի, ես սպասում ունեի, ես հավատում էի, որ սա սենց կլիներ, եւ ստե հարց առաջանում, եթե դու ունեիր այդ հավատքը եւ հիմա չունես, դա իրական հավատք չէր։ Եվ մի խափիր ինքդ քեզ, եթե ես հավատում եմ այս պահին տեսնելով սա, ես հավատում եմ, որ սա ծաղիկ է,
Ես դեռ ոչ մեկի կարիքը չունեմ, որ դուք ինձ բացատրեք եւ համոզեք, որ սա ծաղիկ է։ Աստված էլ երկնքից պետք չունի իշնի, որ ինձ համոզի, որ սա ծաղիկ է, որտեվ ես տեսնում եմ եւ շոշափում եմ։ Բայց նա խոսացել էր իրենց հետ մարգարեաբար, նա խոսացել էր նրանց հետ, տվել էր այն ամենը, ինչը պիտի լինի, բայց նրանք խոսում են դեռ անցյալով, իրենց անցյալի մասին։ Ես հույս ունեի, ես հավատում էի։ Իրական հավատքը, որը ես ու դու ունենք, նա կդիմադրի ուրբաթ օրն էլ։ Այն իրական հավատքը, որ ես ու դու ունենք, դա կդիմադրեր, դա կգոյատևեր ուրբաթ օրն էլ։ Ուրբաթ օր ասելով ի նկատի չունեմ երիտասարդական ծառայությունը։ Ուրբաթ օր ասելով ի նկատի ունեմ խաչելությունը, երբ որ Քրիստոսին տանում են խաչելու, այդ հավատքդ ուր կորավ։ Եթե դուք ունեիք այդ իրական հավատքը, այդ հավատքը չէր մեռնելու ձեր մեջ։ Այդ հավատքը կյանք պիտի ապրեր եւ այդ հավատքի հիմքի վրա է, որ դուք պիտի շարունակեիք։ Ես հավատում եմ, որ դա վերջացած կլիներ մինչև այսօր։ Ես հավատում եմ, որ դեղահաբերը կօգնեին ինձ։ Ես հավատում եմ, որ նրանք կասեին այո իմ աշխատանքի հրավերին։ Ես հավատում եմ, որ իմ կյանքս հաջողված պիտի լիներ մինչև այսօր։ Ես հավատում եմ, որ իմ կյանքում այս բաները պիտի չլիներ։ Հավատքը կանգնած էր անհավատության դեմ առ դեմ, եւ Կեղապոսը իր իսկ սպասումները չարթարացված լինելու պատճառով թույլ էր տվել հավատքը լքի իրեն։ Կենթանի հավատքը ֆիզիկապես կանգնած էր իր առջև։ Բայց քանի որ իր իսկ սպասումները տեղի չէին ունեցել, նա թույլ չտվեց այդ հավատքի դրսևորումը իր կյանքում։ Շարունակություն այսպես ասում, իսկ մենք հույս ունեինք, թե նա որ Իսրայելին փրկելու էր, այլ այսօր ամենևին սա երրորդ օրն է, որ այս բաները եղան։ Ես հավատում եմ, որ շատ հեռվում կլինեի մինչև այս պահը։ Ես հավատում եմ, որ կամուսնանեի 26 տարեկանում, ովքեր որ ամուսնացած չեն, թող հայտնություն առնեն։ Ես հավատում եմ, որ հավատքը բարի կգտնվեր եւ կվճարեր ինձ ամեն կորցրած եւ իմ կրած զրկանքներիս համար։ Ես հավատում եմ, որ նա կնորոգեր ինձ։ Ես հավատում եմ, որ նա կբժշկեր ինձ։ Ես հավատում եմ, որ իմ կյանքում ճեղքում կբերեր նա։ Այս ամեն խոսքերը հավատում էի։ Ինչը այլևս ես չեմ հավատում։ Մեռավ այդ հույսը։ Միթե հնարավոր չի սիրելի քույրս եւ եղբայրս, որ մենք բաց ենք թողել Աստծուն, որովհետև մենք նրան փնտրել ենք մեր երազանքների մեջ։ Փնտրել ենք մեր իսկ կառուցած աշխարհի մեջ։ Փնտրել ենք այնտեղ, որտեղ որ մենք ենք ուզել նրան փնտրելու։ Միթե հնարավոր չի, որ մենք Աստծուն բաց ենք թողնում, որովհետև մեր ցանկություններով ենք ուզում գտնենք նրան այն վայրում, որտեղ որ մենք ենք ուզում նրան տեսնենք։ Բայց ի պատասխան մեզ մենք նրան գտել ենք մեր հիասթափությունների մեջ։ Մենք նրան գտել ենք մեր տանջանքների մեջ։ Մենք նրա ներկայությունը գտել ենք այնտեղ, որտեղ որ հույս չունենք այլևս ոչինչի։ Նրանց դեմքը կախեր, նրանց մտահոգված էին եւ նրանց հույսը վերացել էր իրենցից։ Եվ իրենց տեսանկյունով պատմությունը ավարտված էր համարվում։ Քանի որ ես փորձում եմ ձեզ հետ այսօր անցնենք այս մի քանի համարների միջով, թույլ տվեք մի խորհուրդ տամ ձեզ։ Մի կազմիկ կարծիք ճանապարհի մասին, մինչև որ նա չի ավարտվի։ Երբեք մի կազմիր կարծիք ավարտի մասին, քանի որ այդ ճանապարհը դա չես անցել, դա չի սկսվել, այդ պատմությունը դեռ չի վերջացել։ Պատմության մասին երբեք մի փորձի կարծիք կազմես։ Ես չեմ կարող հիմա կարծիք կազմեմ, թե դրան հետևում ինչ է տեղի ունենում, որովհետև ես ֆիզիկապես չեմ տեսնում ընդ ինչ է։ Ես կկազմեմ իմ կարծիքը, երբ որ այդ ավարտը կտեսնեմ։ Չգիտեմ, թե ումա պետք հիմա էս, բայց մի կազմիր կարծիք 7 մայլի մասին, երբ որ դուսկի 2 մայլ չես քայլել։ Քո կյանքի նեղության մեջ, եթե դու քայլդ արդեն չես արել, եթե դու այն քայլը չես վերցրել նրա կանչի ու չես քայլել, կարծիք մի կազմի քո ավարտի մասին։ Եթե դու վստահում ես նրա խոստումներին, կան մարդիկ, որ վստահում են նրա խոստումներին այստեղ։ Կան։ Որոշները չէ։ Եթե դու վստահում ես նրա խոստումներին, դու վստահում ես նաև նրա ճանապարհին։
Ես չեմ կարող վստահեմ նրա խոստումների որոշակի մասին եւ ասեմ այն ճանապարհը, որով դու ինձ պետք է տանես, ես քեզ հետ չեմ վստահում։ Խոստում տվողն ինքն է, ինքն էլ տանողն է այդ ճանապարհը։ Եթե իմ հասկացողությունով եւ վստահությունով ես այսքանով վստահում եմ, մյուսի մեջ էլ պետք է վստահեմ։ Ես չեմ կարող վստահեմ նրան միայն իր խոստումների մեջ եւ ասեմ ես քո ճանապարհը, որը դու ընտրել ես, ես չեմ տա գալիս, ես չեմ համաձայնվում։ Եվ ասեմ ավելին, որ դա կարող է լինել փշոտ, կարող է նույնիսկ առաջնորդել մեզ դեպի խաչը, կարող է նաեւ մեզի տանել ոչ այնքան լավ տեղերով, կարող է տանել մեզի մոլորեցնող ճանապարհներով, որը թվացial մոլորեցում է, բայց ասեմ, որ նա շրջադարձային Աստված է եւ հնարավոր է որ քեզ չափացուցի գիտականորեն, տեսականորեն նրա ներկայությունը, բայց իր ներկայությունով ամեն ժամանակ քո կողքին լինի։ Նա չի գալու քո կյանքի մեջ ֆիզիկապես ապացուցելու, որ ես քեզ հետ եմ։ Շատ ժամանակ ինքը թույլ է տալի, որ մենք քայլ անենք, որ այդ քայլի մեջով գնաս, վստահելով եւ հավատալով նրան, ոչ թե ես հավատում էի, մենք վստահում էինք։ Այս էինքները նրան չի վերաբերվում, նա ասում է, եթե դու ինձ վստահում ես իմ խոստումների մեջ, դու քո ճանապարհներից մեջ էլ ինձ պիտի վստահես։ Եվ այն ճանապարհը, որով որ ես քեզի պիտի առաջնորդեմ, դու դեռ ինձ վստահիր, դու մի նայիր, ես իրապես ֆիզիկապես դու ինձ տեսնում ես, ֆիզիկապես դու կարողանում ես ինձ շոշափել, թե չէ, քայլ արա, ես քո հետ եմ։ Եվ Քրիստոսը այնտեղ էր, իրենց հետ, իրենց կողքին, քայլում էր նրանց հետ եւ նրանք չճանաչեցին նրան, որովհետեւ նա նման էր ինչպես որ մի սովորական մարդու, բայց նրանք կանգնած էին հարության կողքին եւ չէին ճանաչում կամ հասկանում դա, բայց նա հենց այնտեղ էր։ Կենթանի Քրիստոսը հարություն առած կանգնած էր իրենց կողքին, բայց դրանք չէին գիտակցում եւ չէին հասկանում։ Բայց նա այնտեղ էր։ Նա այնտեղ էր, նա այստեղ է հիմա եւ նա քեզ հետ է հենց այստեղ, այս պահին, այս վայրում եւ նրա հոգին այսօր այստեղ է, որ հպվի քո սրտին եւ քո հետ խոսա։ Նրա կենթանությունը հենց այսօր ներկա է այստեղ։ Նրա կենթանության շունչը իր հոգով այստեղ ներկա է։ Կարևոր չի դու այս պահին դու զգում ես ֆիզիկապես նրա ներկայությունը, բայց եթե բացես քո սիրտը, նա կհպվի եւ կսկսի շարժվել քո կյանքի մեջ։ Եվ համարում ասում ես մենք հույս ունենք, թե նա է, որ Իսրայելին փրկելու էր, այլ այսօր ամենևին սա երրորդ օրն է, որ այս բաները եղան։ Արդյոք ծիծաղելու չէր այս փաստն էլ, որ դա երրորդ օրն էր եւ իր ամբողջ կյանքի օրերի մեջ նա ասում էր նրանց. գիտեմ, որ ուրբաթը շատ վատ է լինելու, բայց Կիրակի ինչ չփնտրեք այնտեղ, որտեղ որ ինձ դրեցիք։ Ես գերեզմանում չեմ լինելու։ Քրիստոսը իր ամբողջ կյանքի ընթացքում նրանց ասում էր, լսեք, երրորդ օրը ինչ չփնտրեք այնտեղ, որտեղ որ ինձ դրեցիք, ես այնտեղ ներկա չեմ լինելու։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա քարոզեց սա։ Բայց այս մարդիկ խոսում են իր մասին անցյալով, մոռանալով, որ սա երրորդ օրն էր, որ իրանք սխալ վայրում էին փնտրում նրանց։ Բայց իրենց կարծիքով սա փակուղին էր։ Բայց իրականում դա սկիզբն էր։ Ցանկանում ես տեսնել նրան ինչպես մի նկարազարդ գրքում հերոսի։ Ցանկանում եք Քրիստոսին տեսնեք այս կերպարի մեջ։ Գիտեք, մանկական աստվածաշնչերի մեջ է շատ հետաքրքիր ձևով սա ներկայացրած։ Արդյոք ես ու դու այսօր ցանկանում ենք նրան պատկերացումներում մեր մտքերի մեջ տեսնենք ինչպես մի գրքի հերոսին նստած իր իսկ գրկում էլ գառնուկին, թե ուզում ենք տեսնենք նրան հոր կողքին նստած իր փառքով, որով որ ամբողջ երկիրը հաստատուն կանգնած է։ Գիտես, երբ որ Ստեփանոսին քարկոծում էին, նրա առաջին մահապատժի են ենթարկել, ասում էր, ահա աչքերս տեսնում է երկինքը բացված եւ հոր փառքով նստած Քրիստոսին։ Ես ուզում եմ իրապես նրան ճանաչեմ, ես ուզում եմ իրապես նրան գիտակցորեն, ոչ թե ես գիտականաբար, այլ զգալով, այլ իրապես իմ սրտից բացված աչքերով գիտակցեմ ու հասկանամ, թե նա ով է եւ նա ինչ արել իմ կյանքում։ Ցանկանում ես իրապես հանդիպել նրան, մի որոնիր նրան միայն լավ տեղերում, որոնիր նրան քո կյանքի մանրուքների մեջ, որոնիր նրան քո կյանքի դժվարությունների մեջ, այն փոքրիկ բաներում, ինչ որ Աստված անում է քո կյանքում, դու նրան կգտնես այդ մանրուքների մեջ։
Շատ հաճախ մենք չենք կարողանում նրան գտնել, որովհետև մեր կենտրոնացումը զուտ նրան գտնելն է ինչ-որ մի տեղում, որով որ մեր ցանկություններով մենք ուզում ենք նրան տեսնենք այդ վայրում։ Ես չեմ դրել սա, բայց կուզեմ մի հատ անցում կատարենք։ Քրիստոսը, երբ որ 12 տարեկան էր, ծնողների հետ գնացին, հետաքրքիր է, չեն դեղ ասում, ծնողները մտածում են, որ նա ինչ-որ մարդկանց խմբի հետ գնում էր։ Կորցրեցին Քրիստոսին։ Եվ ինչ է սա նշանակում, ասում նրանց թվում էր, թե նա նրանց հետ էր։ Բայց մոտ 3 օր նրանք իրենց երեխային են փնտրում։ Եվ վերջում Քրիստոսին գտնում են տաճարում։ Եվ նրանց զարմացած հարց են տալիս. ուր էիր, ես ու հայրդ քեզ էինք ման գալի, պատասխանը ցնցումը։ Չգիտեիք, որ ես իմ հոր տանը պետք է լինեմ։ Որտեղ ես կորցրել Քրիստոսին, որտեղ ես բաց թողել նրա ձեռքը, եւ որտեղ ես փնտրում նրա ներկայությունը։ Նրա ներկայությունը չես գտնելու միայն եկեղեցում, նրա ներկայությունը քո սրտիդ մեջ էլ կգտնես։ Եթե դու խոնարհաբար բացես քո սիրտը նրա առաջ եւ ասես հայր արի, ես ուզում եմ, որ իմ սիրտն էլ այդ տաճարը լինի, որտեղ որ դու կբնակվես։ Ես չեմ ուզում, որ ես քեզ որոնեմ ինչ-որ քարե շինություններում, ես ուզում եմ քեզ որոնեմ իմ սրտի, այս մսեղեն տաճարի մեջ, իր մաքրությունով պատրաստ ընկալելու եւ ընդունելու քեզ։ Ինձ պետք չի 3-4 օրվա ճանապարհ անցնեմ, ես շատ ուրախ կլինեմ, որ ոմանց կյանքում դա լինի 3 օր, բայց սիրելի քույրս եղբայրս փորձը ցույց է տալի դա 3-4 օր չի։ Շատերի կյանքում Քրիստոսը ամիսներ, տարիներ արդեն բացակայում է, բայց իրանք շարունակում են իրենց ապրելակերպը նույն ոճով եւ նույն շարունակությամբ, չգիտակցելով, որ վաղուց Քրիստոսին բաց են թողել։ Չգիտակցելով, որ այն կենթանությունը, այն կենթանի շունչը եւ ներկայությունը նրանց կյանքում վաղուց չկա, բացակայում է։ Եվ մի շատ հետաքրքիր խոսք էր ասում, չեմ հիշում հիմա ով էր ասում, մեր կգա ժամանակ, որ Տերը իր Սուրբ Հոգին կվերցնի երկրի վրայից եւ շատ մարդիկ, շատ ծառայողներ նույնիսկ իրենց ծառայությունը կշարունակեն անել նույն ոճով եւ նույն տեմպով։ Սա սարսափ է, սա վախ է բոլոր քրիստոնյաներիս համար։ Որովհետեւ երբ որ Տիրոջ ներկայությունը մեր կյանքից գնացել է, մեր զգայարանները պետք է սկսեն աշխատել տարբեր ձևի։ Եվ սա մեզի պետք է ազդանշան լինի, որ ես հասկանամ, թե ես որտեղ եմ բաց թողել եւ գնամ ու բռնեմ այդտեղից։ Եվ հայտնության գրքում նույնիսկ ինքը շեշտադրություն է անում, ասում է վերադարձիր քո առաջին սիրուն։ Հիշիր որտեղից սկսեցիր, հիշիր որտեղ ընկար եւ վերադարձիր։ Այս հիշելը վերադառնալը սա կարևորագույն փաստերից մեկն է, որ մենք պիտի կարողանանք, երբ որ զգաս այդ բաց ես թողել, վերադարձիր եւ ամուր բռնիր Քրիստոսի ձեռքը։ Ուզում ես տեսնել Հիսուսին, ուզում ես տեսնել Աստծո ակտիվ շարժվելուց քո կյանքում։ Քանիսներն են ձեզանից ուզում տեսնել Հիսուսին իրենց սրտի աչքերով եւ ճանաչեն նրան։ Գիտես դու կարող ես դա անել, դու կարող ես նրան գտնել քո կյանքի փակուղիների մեջ։ Այնտեղ որտեղ որ դու մտածում ես, կորցրել ես քո հավատը, քո հույսը եւ այնպիսի իրավիճակում ես, որ դժվար է հավատալը եւ կորցրել ես հույսդ, հենց այդտեղ է որ նա քո կարիքը կլրացնի եւ կհանդիպի քեզ հետ։ Քո երջանկության, քո վայելքների մեջ մի փորձիր գտնել Քրիստոսին, որովհետև դու տեղ Քրիստոս չես փնտրում, որտեղ դու արդեն ունես այն ինչ որ ունես։ Սիրելի քույրս, եղբայրս, ես անկեղծ ուրախ եմ, որ նրանք չկարողացան գտնել նրան այդ գերեզմանում։ Սա նշանակում է, որ մենք յուրաքանչյուրս ունենք մեր իսկ ճանապարհորդությունը եւ մեր անհատական ճանապարհը։ Գիտես, այս ամենը, բայց պատմությունը նայելով, Քրիստոսի կյանքը նայելով, ինձ թվում է, որ ամբողջ կյանքի ընթացքում Քրիստոսը եկավ եւ բոլորին ասում էր հետևեք ինձ, հետևեք ինձ, հետևեք ինձ, հետևեք ինձ, չէ՞, Քրիստոսի խոսքն էր սա։ Բայց երբ որ նայում ենք ստե, տեսնում ենք հակառակ գործողությունը։ Նա եկավ երկնքից երկիր, փոխարենը մարդիկ գտնեին ճանապարհը, թե ինչպես իդ վերադառնան Աստծուն, հիմա Աստված ինքը եկավ մեզ։ Նա փոխեց որոնման process-ը։ Մենք չէինք էլ որոնում նրան եւ նա եկավ որոնեց մեզ։ Մենք նրա կարիքը չէինք էլ զգում, բայց նա ինքը եկավ մեր կյանքերի մեջ իր մեծությամբ։ Նա փոխեց ամբողջ որոնման ծրագիրը։ Նա փոխեց այս ծրագիրը, ասեց սենց չէր։ Մենք էինք, որ հեռացանք Աստծուց, մենք էինք, որ մեր սխալ ընտրությունների պատճառով, մեր մեղքի պատճառով զատվեցինք Աստծուց։ Փոխանակը, որ մենք սկսեինք ինչ-որ ճանապարհ որոնել, ինչ-որ կերպ որոնել, թե ես ոնց անեմ, լավ որ Տիրոջ ներկայության մեջ նորից գնամ, նա ինքը որոշեց սա անել, նա որոշեց, որ ինքը պիտի գա եւ այս ամենը փոխի եւ դեպի հակառակը տանի մեզի։
22-րդ խոսքը ցնցում է սա ուղակի։ Ասում բայց մի քանի կանայք էլ մեր միջից զարմացրին մեզ, որ առավոտյան կանուխ գնացին գերեզմաններ։ Միթե զարմանալի չի։ Ասում մեր քույրերից ոմանք էլ մեզ զարմացրեցին գնալով գերեզմաններ։ Սխալ վայր։ Նա արդեն ասել էր, որ ես ընտեղ չեմ։ Նա գերեզմաններում չէր, նա ճանապարհին էր։ Նա կրոնավորության մեջ չի, նա հարաբերության մեջ է։ Քո կրոնավորության մեջ Քրիստոս մի փնտրի, քո գերեզմանիդ մեջ Քրիստոս մի փնտրի, որտեղ նա այնտեղ չի։ Իրանք զարմացան, ինչի զարմացար, որ դու ողջին մեռելների մեջ փնտրելուց զարմանում ես։ Ես կզարմանամ, եթե հիմա ինչ-որ մեկը ստեղից դուրս գար, ասես գնացե գերեզման քեզ եմ անգալի, ես է կզարմանամ սրանից։ Ողջին մեռելների մեջ ման մի եկեք։ Նրա գերեզմանը դրած էր, նա ասեց դուք սխալ վայրում եք փնտրում, ինչին ես զարմանում, երբ որ դու սխալ տեղ ես փնտրում, գերեզմանում չէր նա ճանապարհի վրա էր, նա կրոնավորության մեջ չի, նա այլ հարաբերությունների մեջ է։ Խնդրում եմ ուշադրություն դարձնենք, որովհետև սա շատ կարևոր մաս է։ Դեռ Աստված ուզում է, որ դուրս գաս քո գերեզմանից, քո կռապաշտության գերեզմանից, խմիչքի հետ կապվածության գերեզմանից, ցանկություններից, ծխելուց, սոցիալական ցանցերից, հեռուստատեսության չգիտեմ ինչերից, կյանքիդ մեջ կապված ես գերեզմաններից, Աստված ուզում է դուրս գաս։ Աստված ասում է ես այդտեղ չեմ, ես հարություն եմ առել, ես դատապարտությունը նույնիսկ այդ մեղքերի ին վրա վերցրել եմ, վճարել եմ։ Դու մի գնա սխալ տեղեր ինձ որոնի, որովհետև դու ինձ չես գտնելու այնտեղ, որտեղ որ դու որոնում ես։ Ես չեմ կարող ապրեմ եւ ես չեմ կարող լինեմ մեռած բաների մեջ, ես կենթանի եմ։ Ինձ քո կենթանությունը ցույց տուր։ Շարժ արա, ես քայլում եմ, ես հելել եմ ճանապարհ եւ քայլում եմ այդ ընթացքի մեջ։ Դուք ինձ չեք գտնում գերեզմանում եւ զարմանում եք սրանից։ Քո կյանքիդ, իմ կյանքից մեռած վայրերից այսօր ժամանակն է, որ ես դուրս գամ։ Հերիք է, բավական է, որ մեռած բաների վրա կարճած ապրենք, բավական է, որ կռապաշտությանը, խմիչքի ազդեցությանը, այս գերեզմանները, այս ցանկությունը, ծխելը, չգիտեմ եսի ինչերը շարունակություն կարելի է դնել ինչքան ուզես։ Բավական է այս գերեզմանների մեջ ապրենք եւ մեռած կյանք վարենք եւ կրոնավորության քողը քաշելով մեր վրա ուզենանք Քրիստոս խաղանք։ Չկա այդպես հասկացողություն։ Ես այնտեղ չեմ։ Ես դուրս եմ եկել եւ քայլում եմ իմ ճանապարհը։ Ես հաղթել եմ դրանց եւ ես կոչ եմ արել, որ միանաս ինձ քայլենք այս ճանապարհը։ Սիրելի քույրես եղբայրս, հարց եմ ուզում ուղղեմ, քանիսներ են մեզանից, որ իրապես վայելել են նրա ներկայությունը։ Իրապես ապրել ես նրա ներկայությունը։ Եղելա դեպք։ Արդյոք արժի այդ վայելքը այս ժամանակավոր վայելքի հետ համեմատել կամ այս ժամանակավոր գերեզմանների մեջ թաղել ուղակի։ Հավիտենության մեջ դու կարող ես վայելել այդ վարքյանները, որ ապրել ես, բայց այսօր մենք մեր գերեզմանների մեջ թաղած սխալ վայրերում ուզում ենք Քրիստոս գտնենք ու Քրիստոսի չենք էլ գտնում, հետո զարմանում ենք, զարմացանք։ Ինչից զարմացար, որովհետև սխալ վայրում սխալ գործողություն ես անում։ Շարունակություն ասում, բայց մի քանի կանայք էլ մեր միջից զարմացրեցին մեզ այս առավոտյան, կանուխ գնալով գերեզմաններ, եւ նրան մարմինը չգտան։ Եկան եւ ասեցին, թե հրեշտակներին տեսիլք են տեսել, որ ասում էին, թե նա կենթանի է։ Գիտես, նա այստեղ պատմում է Հիսուսին այն մասին, որ ուրիշները գնացին ու չտեսան Հիսուսին։ Եվ ինքն էլ չի հասկանում եւ չի գիտակցում, որ հենց ինքը կանգնած է այդ Քրիստոսի առջև։ Երբևէ գիտակցել ես, թե ինչքան հեշտ է դատել ինչ-որ մեկին իրա չանցած ճանապարհի մեջ։ Կարծես թե մեղադրանք այստեղ հնչում, նրանք գնացին, նրանք սա չտեսան, նրանք Քրիստոսին չճանաչեցին, նրանք Քրիստոս չհասկացան։ Ինչքան հեշտ է, չէ՞, դատելը ուրիշին։ Նրա կյանքում նայի ակնհայտորեն երևում է Աստված գործ անում, բայց ինքը տենց է չի գիտակցում։ Սիրելի քույրս, եղբայրս, ինչքանով Աստված մեր կյանքերի մեջ գործ անում եւ դա մենք չենք նկատում։ Որքան է հաճախ պատահում, երբ որ Աստված ինքը մեր ձեռքը բռնած քայլում է մեր կողքով, եւ դա մենք չենք գիտակցում եւ Աստծուն էլ ցույց ենք տալի, մատնանշում ենք մեր քրոջը կամ եղբոր, ասում ենք նայի, նրա կյանքում գործում է կամ նրա կյանքում էս էլ անում է, իրան պահողն էլ ես դու, բայց ինքը չի էլ հասկանում ու չի էլ գիտակցում, դու բողոք ես ներկայացնում մեկին,
որին դու ինքդ չես ճանաչում։ Նա քայլում է քո հետ եւ դու քո բողոքը ներկայացնում ես եւ ուզում ես համոզես նրան, որ այս մարդիկ այ գնացին չկարացան գտնել։ Սիրելի քույրս, եղբայրս, եկեք երբեք չդատենք ինչ-որ մեկի ճանապարհը, քանի որ մենք մեր ճանապարհը չենք անցել եւ չենք էլ սկսել։ Ես չգիտեմ իմ ճանապարհի ընթացքում իմ հետ ինչ է լինելու, ես չգիտեմ իմ քայլերիս ընթացքում Աստված ինձ որտեղ է բաց թողելու, որտեղ է բռնելու, որտեղ է փորձելու իմ հավատքը եւ որտեղ է թույլ տալու, որ ես ինքս արդեն իմ հաստատուն քայլերովս առաջ գնամ, ոչ թե միայն կախված լինեմ իր փեշերից։ Ես չգիտեմ, որ հատվածում է իմ կյանքի, որ ես պիտի զգամ նրա բացակայությունը, թե պիտի զգամ նրա ներկայությունը։ Ես չգիտեմ որտեղ է եղել, որ նույնիսկ ինքը եկել է իր ներկայությունով ու ես այնքան զբաղված եմ եղել իմ աշխատանքով կամ իմ հոգսերով, որ ես նույնիսկ չեմ նկատել, որ նրա ներկայությունից կողքն է։ Ես անցել եմ դրա վրայով, որովհետև իմ զգումունքը, իմ միտքը ամբողջությամբ կենտրոնացած էր, չգիտեմ ինչերի վրա։ Եվ սա հեշտ է։ Եվ սա է այն փաստը, որ մեր կյանքերի մեջ շատ հաճախ սա տեղի է ունենում, որ մենք առօրյա օրերի, հոգսերի եւ այս խնդիրների մեջ այնքան ենք ծանրաբեռնված եւ լցված այդ խնդիրներին լուծումը գտնելու, որ ես չեմ նկատում, որ Քրիստոսը իր ներկայությունով իմ կողքը կայնած է եւ ես արհամարում եմ ու գնում եմ քնելու։ Որովհետեւ ես հոգնած եմ, որովհետեւ ես կարիք ունեմ հանգստանալու, որովհետեւ սա, որովհետեւ նա, եւ հետո ինձ էլ շատ հեշտ է դառնում նույնիսկ դատելը մյուսին, թե բայ նա որ չեն էլ զգում ու չեն էլ հասկանում ու չեն էլ տեսնում նրա ներկայությունը իրաց կյանքում։ 25-րդ խոսքում ասում է. «Եվ նա ասեց նրանց. ով անմիտներ եւ թուլասիրտներ, որ դժվարանում եք հավատալու այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին»։ Հետաքրքիր է, չէ՞։ Դժվարանում եք հավատալ, ահա թե որտեղ է խնդիրը։ Քրիստոսը ստեղ հանդիմանեց նրանց եւ ասեց. «Այ անմիտներ, որ դժվարանում եք հավատալ այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին»։ Նա հələ ինչ իր մասին էլ չի խոսում։ Նա ուզում ասել մեծ ուշադրություն դարձրեք, թե մարգարեները տարիների ընթացքում, տարիներ եւ դարեր շարունակ ձեզ ինչ էին մարգարեանում, ինչ էին խոսում։ Երրորդ օրվա մասին եք դուք ինձ խոսում, դուք երրորդ օրն եք ինձ մատնանշում, բայց այդ երրորդ օրվա հարության փաստը դուք անցել եք։ Ինչի համար, որովհետև այս մարդիկ տարիներ շարունակ դրանք մարգարեացել են, նրանք արդեն խոսացել էին, բայց դուք ձեր իսկ աշկերի տեսածին հասկանալով փակուղու մեջ մոռացել եք այս կարևոր փաստերը։ Դա սկսում է մեր սրտից։ Նա ասում է, որ դուք դժվարանում եք հավատալ։ Մենք միշտ փորձում ենք մեր մտքով, որ դա պիտի իմաստ ունենա մեր համար։ Մեր գլխում շարունակում ենք կռահել, թե ինչ է այս բաները, որոնք որ տեղի են ունենալու մեր կյանքում։ Եվ երբ որ մենք չենք կարողանում գտնել պատճառը, թե ինչի է, որ այս բաները տեղի ունենում մեր կյանքում, շատերը հենց այստեղ է, որ վերջ են դնում իրենց կյանքին, շատերը հենց այստեղ է, որ որոշում են, որ հետ պիտի կանգնեն Քրիստոսին հետևելուց, եւ շատերի կյանքում հենց այստեղ է, որ սկսում է հետընթացը վստահություն առ Աստված։ Որովհետև իմ մտքում եւ իմ ուղեղիս մեջ ես չեմ կարողանում սա ձևավորեմ եւ ես շարեմ իրար հետևից, թե ինչպես պիտի լիներ, որ նա պիտի մեռներ, հետո հարություն առներ, բայց իմ կարծիքով ինքը պիտի միանգամից իր թագավորությունը կառուցեր։ Տեսականորեն էսի է ճիշտ։ Քրիստոս ասում է. «Հոբ, ձեր տեսականորեն եւ ձեր թեորիաները չի վերաբերվում իմ գործելավոճին։ Մի փորձի քո պատկերացումներդ համոզել Աստծուն, որ քո պատկերացումներով պիտի շարունակի եւ իր գործողությունը անի։ Այն ամենը, ինչ որ make sense անում քո համար, քեզ համար իմաստալից է դառնում, ինքը դրանցով չի, որ շարժվում է։ Բայց եթե փոխենք որոնումը եւ մեր սրտում սկսենք հավատալ այն ամենին, ինչ դեռ չենք տեսել մեր աչքերով, եւ հավատանք Աստծո ողորմությանը, ամեն բան կփոխվի։ Նարեկ ջան, գաս։ Սիրելի քույրս, եղբայրս, այս ճանապարհությունը չի սկսվում իմաստ ունենալով։ Այս ճանապարհությունը, որ Աստված մեզ կանչել է, չի սկսում այն փաստով, որ make sense պիտի անի քո համար, որ դու սկսես քայլ անելը։
այս ճանապարհորդությունը սկսվում է հավատքով, հավատք առ Աստված։ Եվ նա քեզ հետ է հենց այս ճանապարհի մեջ։ Եթե դու հավատքով քայլ անես, քո հավատքիդ քայլի պատասխանը կստանաս։ Երբեք մի սպասիր, որ քո կյանքում ինչ-որ բաներ պիտի տեղի ունենան, որոնց հիմքի վրա դու նոր պիտի դուրս գաս այդ ճանապարհը։ Երբեք մի սպասի, որ քո կյանքում պիտի դու սկսես առաջինը հասկանաս, առաջինը անալիզ անես, գիտակցես, թե ինչ պիտի լինի երկրորդ քայլը, երրորդ քայլը, չորրորդ քայլը, հինգերորդ քայլը, հետո նոր դու քայլ անես, նա ասեց հետևիր ինձ։ Թող ամեն ինչ եւ հետևի ինձ։ Քո հոգսը չի, թե ես քեզի ոնց կտանեմ, քո խնդիրը թող չլինի, թե ես ոնց պիտի անցկացնեմ քեզ այս ճանապարհը։ Ես քեզ ասել եմ միայն մի բան, հետևի ինձ։ Ես քեզ չեմ ասել մտածի, գիտակցի, ծրագրի, պլանավորի, մի հատ էլ ինձ ներկայացա, ես էլ հաստատումը կտամ, նոր քայլը տարա։ Ես քեզ ասել եմ քայլ արա դեպի ինձ եւ արի իմ հետևից։ Գիտես շարունակության մեջ խոսքի ասма չէ որ պետք էր որ Քրիստոսը այս չարչարանքները քաշեր եւ իր փառքը մտներ։ Դուք ամենում եք տեսնել նրա փառքը, բայց տեսակ նրա չարչարանքները։ Եվ սա բերեց նրանց համար փակուղին, որովհետև նրանց սպասումը Քրիստոսի փառքը տեսնելն էր, բայց նրանք ականատես եղան մի բանի Քրիստոսի խաչելությանը եւ մահվան։ Սիրելիս նա է Աստված ամեն մանրուքների, ամեն փակուղիների, եւ նա քեզ այսօր բերել է այս վայրի մեջ, որտեղ Աստծո հոգին ներկա է այստեղ, այս վայրում է նա հիմա, նա այստեղ է հանդիպելու այն մարդուն, ով ճանապարհին է հիմա, նա այստեղ է, որպեսի հանդիպի այսօր ինձ ու քեզ, նա այսօր այստեղ է իր հոգով, որպեսի նա հպվի մեզի եւ ասի, արի ես քայլելը սովորեցնեմ, թե ինչ պիտի քայլես։ Սիրելի քույրս եղբայրս, հաջորդ համարը, որ պիտի նայենք, 27-րդ խոսք ասում է եւ սկսելով Մովսեսից եւ բոլոր մարգարեներից մեկնում էր նրանց, ինչ որ գրքերի մեջ գրված էր իր մասին։ Նա սկսեց բացատրելը ամեն բան սկզբից։ Նա սկսեց զրոյից, նա չսկսեց հանդիմանելով, նա չսկսեց նրանց վրա գորգորալով, ասելով այսքան տարի խոսացի, այսքան բաները ձեզի սովորացեցի, էլի նույնը մնացիք։ Չէ, նա հետ եկավ եւ սկսեց խոսել նրանց Մովսեսից մինչեւ մարգարեներից մինչեւ այսօր։ Նա սկսեց բացատրել ամեն մի մանրուքը, ամեն ինչը, որպեսզի ցույց տար նրանց, որ նրան ում մարգարեները մարգարեանում էին եւ ցանկանում էին տեսնել, կանգնած էր նրանց առջև եւ բացատրեց նրանց, որ ամբողջ ավետարանը խոսում է հենց իր մասին։ Նա մանրուքների, նա դիթեյլների Աստվածն է։ Եվ նա այս մանրուքները եւ բացատրությունները տվեց նրանց որտեղ ճանապարհին։ Այն ընթացքի մեջ որտեղ որ նրանք քայլում էին, նա քայլեց նրանց հետ եւ սովորեցրեց նրանց։ Սկսելով հին կտակարանյան մարգարեներից, մանրամասնորեն բացատրելով բերեց մինչև այդ վերջին օրերը իրենց կանգնեցրեց, տալով նրանց պատասխանը բոլոր հարցերի, առանց հանդիմանության եւ ճնշումների, եւ այս ամենը տեղի ունեցավ այս ճանապարհի վրա, այդ քայլելու ընթացքում։ Սիրելիս ճանապարհը սա հենց այն տեղն է, որտեղ որ մենք սովորում ենք մեր ճանապարհության ընթացքը։ Սա այն վայրն է, որտեղ որ մենք քայլ ենք, արել մտել ենք արդեն եւ ուզում ենք այդ ընթացքի մեջ գնանք։ Մենք չենք սպասում հասկանալու, հետո նոր սկսենք մեր ճանապարհը։ Մենք զարգացնում ենք մեր հավատքը եւ այն աճում է ամեն օր, երբ մենք քայլում ենք եւ մենք քայլ ենք անում եւ շարժվում ենք դեպի նա։ Շարունակի քո քայլը, շարունակի քո քայլը դեպի նա։ Թույլ տուր նրան ցույց տալու իր իրական երեսը եւ ամուր բռնիր նրա անփոփոխ ձեռքը։ Վստահիր նրան, եթե նույնիսկ չես տեսնում նրա երեսը դեռ։ Աստված, ես չեմ հասկանում սա, բայց կամենում եմ իմ քայլը անել հիմա, եւ սա իմ որոշումը։ Շատ հաճախ մենք ցանկանում ենք, որ տեսնենք նրա երեսը։ Մենք ցանկանում ենք գիտակցորեն հասկանանք նրան, որպեսզի կարողանանք մեր քայլը անենք։ Բայց սա չի լինում, եւ սա չի լինելու,
որովհետև ինքը ասում է դու քո քայլն արա, մնացածը թույլ տուր ինձ։ Ես քեզ կսովորեցնեմ քո քայլերը, ես քեզ կսովորեցնեմ այն ճանապարհը, որ դու պիտի անցնես։ Գիտես, հիշեցի մի պատմություն Պետրոսի մասին։ Երբ որ Պետրոսը Հիսուսին տեսավ ջրի վրա գալով, Պետրոսը մի հետաքրքիր բան ասեց, չէ՞։ Ասեց, եթե դու ես Տեր, ասա ինձ որ գամ։ Ասեց արի։ Եվ ասма Պետրոսը քայլ արեց։ Պետրոսը քայլեց ջրի վրայով, Պետրոսը քայլ արեց դեպի նա։ Գիտես, քանի դեռ Պետրոսի հայացքը ուղղությունը իր ամբողջ էությունով սես կանգնած էր դեպի Քրիստոսը, նա քայլում էր։ Նա այդ ճանապարհը գնում էր։ Բայց երբ որ նրա հայացքը շեղվեց դեպի եկող օվկիանոսը, դեպի եկող ալիքները, մի բան տեղի ունեցավ՝ հավատքի թուլացում։ Պրոբլեմները սկսեցին։ Եվ նա սկսեց սուզվել օվկիանոսի ալիքների մեջ։ Գիտես, Քրիստոս այսօր քեզ ուզում է ասի այս խոսքը, որ ես քեզ ասել եմ քայլ արա, բայց այդ քայլիդ ընթացքում ես քեզ ասում եմ, որ քայլելուց այդ աչքերդ միայն ինձ նայեն։ Քո հայացքը երբեք չշեղես ինձանից եւ դու չնայես երբեք, որ աչից, ձախից ինչ ալիքներ է բարձրանալու։ Ես քեզ չեմ խոստացել, որ քո կյանքում ալիքներ չեն բարձրանալու։ Ես քեզ չեմ խոստացել, որ քո կյանքում փշեր չեն լինելու։ Ես չեմ խոստացել երբեք, որ քո կյանքի մեջ քարեր չեն լինելու։ Ես քեզ չեմ խոստացել, որ քո վրա հարձակումներ չեն գալու։ Ես քեզ չեմ խոստացել, որ քո կյանքում խնդիրներ չեն գալու։ Ես քեզ չեմ խոստացել, որ այն քայլերը, որ դու պիտի անես, ամենը հարթ պիտի լինի։ Ալիքները բարձրանալու են, ալիքները գալու են, որպեսզի քեզ ծածկեն։ Սատանան իր ամբողջ բանակով հարձակվելու է քո վրա։ Իր ամբողջ զորքերը տալու է, որպեսզի քեզ հետ տանի դեպի իր բանակը, որպեսզի այն գերեզմանը, որտեղից որ դու փախել ես, իր ամբողջ մի 70 զորքով է գալու քեզ տանի դե։ Բայց Տեր ասում է, ես քեզ չեմ խոստացել, որ քո ճանապարհը ես կապահովեմ հարթությամբ, բայց ես քեզ խոստացել եմ հայացքդ ինձանից չկտրես։ Երբ որ հայացքդ շեղես ինձանից, երբ որ քո քայլերը փորձես, գեոգիտակցությունով անես, դու սկելու ես, դու սուզվելու ես։ Հայացքդ մի փախցրու իմ երեսից, որովհետև իմ աչքերի մեջ է քո հարցերի բոլոր պատասխանը, որովհետև քո պատասխանը ինձանից պիտի գա, ոչ թե քո վրա եկող ալիքներից։ Քո կյանքում բարձրացած ալիքներն ու փշերը երբեք քեզ պատասխան չեն տալու։ Սրանք գալու են քեզի խորցանելու համար, սրանք գալու են քո հավատքը փորձելու համար, սրանք գալու են քեզի ամբողջությամբ սուզելու համար։ Բայց ես կանգնած եմ այդտեղ, ես կանգնած եմ քո կողքին, ես քեզ երբեք չեմ թողնելու, ես իմ ձեռքս պատրաստ եմ մեկնելու դեպի քեզ, որպեսզի քո սուզման ընթացքում նույնիսկ չթողնեմ գնաս, եթե միայն դու կանչես ինձ։ Եթե կանչես, սիրելիս, եթե հիշում եք, Պետրոսը չէ, միայն առաքյալները նավակի մեջ էին եւ Քրիստոսը վերջում քնած էր։ Եվ մի մեղադրանք բարձրացավ նրան, երբ որ ալեկոծությունը բարձրացավ։ Հոգը չէ։ Հոգը չի, որ սուզվում ենք։ Ուրա ձեր հավատքը։ Որտեղ է կենտրոնացած ձեր հավատքը եւ որտեղ է նայում ձեր աչքերը։ Նայում է քո կյանքին բարձրացող ալիքներին, որը ամեն օր ելավելով է բարձրանում։ Նայում ես քո կյանքին, քո հետ եկող ամեն խնդիրներին, նայում ես քեզ հետ բարձրացող այն խնդիրներին, նայում ես այն, որ բժիշկ արդեն թուղթ տվել, որ վերջ, մնաց մի ամիս, նայում ես նրան, որ քո աշխատավարձը արդեն կտրել են, դու աշխատանք չունես, նայում ես նրան, որ քո թաքսերը, չգիտեմ, ինչ խնդիրներդ բարձրանում են ամեն օր, որոնք գալիս են քեզի ծածկելու, որոնք գալիս են քեզի հեռու պահելու Տիրոջ ներկայությունից։ Որտեղ է կենտրոնացած քո աչքերը։ Հայացքդ չկտրես նրանից։ Քո աղաղակը նա երբեք չի անտեսելու։ Նա այն ծրագիրը, որ ունի իմ ու քո կյանքի մեջ, նա երբեք կիսատ չի թողնում, կիսատ ենք թողնում ես ու դու, երբ որ մենք որոշում ենք կայացնում մեր ճանապարհի ընթացքում, թույլ տանք եկող վտանգը տեսանելին ավելի գերագնահատելու, քան նրան ներկայությունը ավելի գնահատելու։ Երբեք մի գերագնահատիր քո բանը, երբեք մի գերագնահատիր այն ամեն ինչ, երբեք մի թույլ տուր, որ այն ամենը բարձր երևա, որովհետև նա, ով որ իմ ու քո մեջ է, ավելի զորավոր է, քան թե նա, որ այս աշխարհի մեջ է։ Նրա նպատակը ինձ ու քեզ Տիրոջ երեսին նայելուց շեղելն է։ Նրա նպատակը ինձ ու քեզ նրա հայացքը փախցնելն է։ Նրա նպատակը ինձ ու քեզ այդ եկող ալիքների մեջ շեղելն է, որ ցույց տա մեզ ասելով, տես, ալիքները բարձրանում են, ինչ ես անելու հիմա։ Ինչ ես անելու հիմա։ Ես իմ որոշումն ունեմ, թե ես ինչ եմ անելու։
Ես իմ հայացքը քեզանից չեմ հեռացնելու Քրիստոս, որովհետև իմ փրկությունը քեզանից է, որովհետև իմ խնդրի պատասխանը քեզանից է, իմ խնդրի պատասխանը էս երկրից չի, իմ խնդրի պատասխանը էս ծովի բարձրացող ալիքներից չի, իմ խնդրի պատասխանը մարդկանցից չի, իմ խնդրի պատասխանը Տեր Հիսուս քեզանից է, եւ ես ուզում եմ, որ անընդհատ իմ հայացքը կարճած լինի քո խոսքից, իմ աչքերը նայեն ուղիղ քո աչքերին, եւ ես ուզում եմ, որ իմ դեմքը անընդհատ կապված լինի քո դեմքի հետ, որ ես երբեք կյանքի բարձրացող ալիքների մեջ թույլ չտամ, որ նրանք ինձ խորտակեն, որ ես կարողանամ կանգնեմ համարձակությամբ եւ ասեմ, ինչ էլ լինի իմ կյանքում, ես իմ հայացքը քեզանից չպիտի կտրեմ, որովհետև ես գիտեմ, որ քեզանից է իմ պատասխանը, որ քեզանից է իմ բոլոր խնդիրներիս պատասխանը։ Եթե այսօր որոշում ունես Տիրոջից, եթե այսօր որոշում ես անում, որ դու հաստատուն պիտի կանգնես նրա ներկայության մեջ, որ դու հաստատուն պիտի կանգնես նրա կոչի մեջ եւ այդ ճանապարհը պիտի մտնես նրան հետ հանդիպելու, ես քեզ խորհուրդ եմ տալի։ Հիմա ինքդ էլ վեր կաց քայլ արա։ Այդ քայլը, որ դու որոշում ես արել, հիմա կանգնի եւ հաստատությունով արի առաջ աղոթելու նրան։ Արի այստեղ ասա Տեր, ես ուզում եմ հաստատեմ իմ խոսքը, ես ուզում եմ հաստատեմ իմ որոշումը եւ ես ուզում եմ հաստատուն կանգնած մնամ, իմ հայացքը դեպի քեզ հառած, որտեվ սա իմ որոշումն է եւ սա իմ ընթացքն է, որով որ ես պիտի գնամ։ Եվ գիտեմ, որ առանց քեզ ոչինչ չեմ կարող։ Ես աշխարհի եկած մարտահրավերներին ես ոչինչով չեմ կարող պատասխան տամ, եթե չլինի քո ներկայությունը, եթե չլինի քո պաշտպանությունը, Հիսուս։ Կխնդրեմ, որ կանգնեք հիմա։ Եվ կխնդրեմ, եթե կուզենաս դու քայլ անես, եկեք առաջ բոլորդ։ Եկեք առաջ միասին աղոթենք Տիրոջը։ Եկեք առաջ խնդրենք նրան, որ Տեր, քայլը, որ ես վերցնում եմ, ես չգիտեմ, թե ինչ է գալու իմ կյանքում, բայց ես վստահ եմ, որ այն քայլը, որ ես անում եմ, եթե իմ հայացքս ուղիղ լինի դեպի քեզ, դու ինձ թույլ չես տա, որ ես սուզվեմ, եւ ես հաստատուն կգնամ եւ կհանդիպեմ, եւ քո ձեռքդ որ կա, հաստատուն եւ անփոփոխ, դու երբեք բաց չես թողնի ինձ, եւ կտանես ինձ դեպի քո ներկայության մեջ, քո ներկայության մեջ, որտեղ որ ես կհանդիպեմ քեզ, քո ներկայության մեջ, որտեղ որ ես կվայելեմ քո ներկայությունը միայն, եւ իմ հույսը եւ իմ վստահությունը կլինի քեզ, Տեր։ Կխնդրեմ, որ շարժվես տեղից, դուրս արեք, եկեք առաջ աղոթենք միասին։ Մինչև երգում ենք, մենք կխնդրեմ, որ սաղը դել քայլ անեք, եկեք առաջ։ Եկեք միասին աղոթենք Տիրոջը։ Մեր քայլը եւ մեր հաստատումը, մեր որոշման կայացումը հաստատելու համար, որպեսզի նրա ներկայությունը անփոփոխ միշտ մեզ հետ լինի։ Քեզ երկնային Հայր, շնորհակալ ենք քեզանից Տեր։ Տեր, շնորհակալ ենք քեզանից քո Սուրբ Հոգու ներկայության համար, Հայր։ Հայր, շնորհակալ ենք քեզանից քո ողորմությանդ համար, որ դու հաճեցիր գալ այս վայրի մեջ եւ հանդիպելու մեզ, Տեր։ Տեր, խնդրում ենք, որ մեր յուրաքանչյուրին
Այսօր այստեղ գտնվող Տեր, որ օգնես, որ հաստատուն քայլենք դեպի քո ճանապարհով, Հայր։ Տեր, խնդրում եմ, որ վստահություն եւ հավատք լեցնես մեր կյանքերի մեջ, Տեր։ Տեր, զորացրու մեր հավատքը, Տեր, զորացրու մեր տկարությունը, Տեր, ողորմիր մեզ եւ տուր մեզ հավատք, ամբողջությամբ եւ անմնացոր քեզ նվիրվելու, քեզ հավատալու քո ճանապարհների մեջ։ Տեր, այն գործերը, որ դու պիտի անես մեր կյանքում, օգնիր, որ մեր հայացքը ամբողջությամբ կատարյալ քեզ նվիրված լինի, որ մեր հայացքը ամբողջությամբ ուղղված լինի քո դեպի քեզ, որ մեր կյանքի բարձրացող բոլոր փոթորիկներին մենք ունենանք մի պատասխան, որ դու Քրիստոս հարություն ես առել եւ դու քայլում ես մեզ հետ եւ քո ներկայության մեջ ես պիտի միշտ նայեմ քո երեսին, ես պիտի նայեմ միշտ քեզանից իմ պատասխանին։ Ես չգիտեմ աշխարհն ինչ ասում, ես չգիտեմ ով ինչ է խոսում, բայց ես ուզում եմ քո պատասխանը միայն լսեմ։ Ես ուզում եմ, որ մեր հայացքները միշտ կարճած լինի դեպի քո երեսից, Տեր, որպեսզի քեզանով լեցված, քո ներկայությունով լեցված ապրենք մեր կյանքը, Հայր, որպեսզի կարողանանք մոտենալ քեզ ավելիով, որպեսզի կարողանանք լեցվենք քո Սուրբ Հոգու լեցունությունով ավելիով, Տեր, որպեսզի կարողանանք ամբողջությամբ եւ անմնացոր վստահենք քեզ, Տեր, մեր կյանքի բոլոր օրերի մեջ, Տեր, այդ ճանապարհի մեջ, որ դու մեզ կանչել ես քայլելու, օգնիր, որպեսզի մեր հայացքները ուղղված լինի դեպի քեզ, Տեր, եւ օգնիր, որպեսզի մեր ամեն իրավիճակի մեջ, Տեր, կարողանանք քո սուրբ ու պատվական անունը փառավորենք, որպեսզի կարողանանք մեր կյանքի մեջ, Տեր, ինչպես բաց ավետարան քայլենք եւ քո անունը փառավորենք, Տեր, ազգերի մեջ եւ քո ներկայությունը տարածենք, Տեր Հիսուս։ Թող քո սուրբ հոգու հեղումը դիցվի այս վայրի մեջ, Հայր։ Տեր, թող քո փառքը հեղվի այս վայրի մեջ, Հայր։ Թող քո խաղաղությունը եւ քո թագավորությունը իշխնի, Հայր։ Թող քո փառավոր ներկայությունը իշխնի, Հիսուս։ Թող քո խաղաղությունը եւ հանգստությունը գա, Տեր, եւ թող քո առաջնորդությունը գա, եւ թող քո սուրբ հոգու ներկայությունը իշխնի, Հայր։ Իմ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում, Տեր իմ, ողորմիր եւ առաջնորդիր մեզ, Հայր։ Խնդրում ենք, Տեր Հիսուս, քո որդու Հիսուս Քրիստոսի անունով, Հայր։ Խնդրում ենք, Տեր Հիսուս, շարժվիր մեր մեջ, շարժվիր մեր կյանքերի մեջ, Հիսուս հիմա։ Բարձրացեք մեր ձեռքերը դեպեր մեր Տիրոջ, բարձրացեք ձայները պատմենք մեծությունը նրա։ Եկեք բարձրացնենք մեր ձեռքերը բոլորս միասին։ Նա ներկայության մեջ քո ձեռքերը պարզի, ասա Տեր, իմ ձայնը քեզ է պատկանում, իմ աղաղակը քեզ է պատկանում։ Հալելույա։ Բոլորս միասին կարող ենք երգել։ Ով Տեր բարձր, եկել եմ խորանիդ մեջ, եւ երգում եմ քեզ, երկրպագում քո սուրբ անուն։ Ով Տեր բարձր, եկել եմ խորանիդ մեջ, եւ երգում եմ քեզ, երկրպագում քո սուրբ երկրպագում քո սուրբ անվան։ Խնդրեմ, որ մի անգամից վերցնեք սիրելիներ եւ նորից վերադառնաք ձեր տեղերը, միասին պիտի հաղորդություն ընդունենք։ Հետո միասին կընդունենք, հիմա այս պահին բոլորս չանենք, բայց ես ուզում եմ Աստվածաշնչից մի հետաքրքիր տեղ կարդալ, որ գրված է Ղուկաս ավետարանը, Մատթեոս ավետարան, 26-րդ գլուխ, 20 խոսքից ասում է, երբ երեկո եղավ, Հիսուսը 12-ի հետ սեղան նստեց եւ մինչ նրանք ուտում էին, ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը մատնելու է ինձ։ Աշակերտները շատ տխրեցին եւ սկսեցին մեկ առ մեկ նրան հարցնել. միթե ես եմ Տեր։ Գիտեք, ես մտածում եմ, ինչու Հիսուսը այս բանը չարեց Գեթսեման աղոթքի ժամանակ, ինչու այս բանը չարեց բժշկությունների ժամանակ, Հայրոսի տան, Ղազարոսի տան ներսում ինչու չարեց, ինչի հենց պետք էր վերջի ժամանակը սա աներ։ Եվ մտածում եմ, ինչի պետքա Տերը այդքան պահեր իր մեջ, մինչև հասներ են կրիտիկական վիճակը, երբ որ նա կանգներ եւ ասեր, որ ինչ որ մեկը այս սեղանի վրա պետքա մատնի ինձ։ Գիտեք, սիրելիներ, ես մտածում եմ, որ Հիսուսի արած քայլը շատ հետաքրքիր մի բան էր։
Գիտեք, մի մարդ կարող է, երբ որ դու ճանապարհի սկզբին կամ կեսին ես իրան ասում, այս բանը կլինի, ինքը ասում է, չէ, ինչի, որտեվ դեռ ճամփի վերջը չի հասել, ինչպես եղբայրս ասեց։ Բայց Հիսուսը սպասեց, որ մինչև գա հասնի ամենավերջի ժամը, որ դրանից հետո Հիսուսին պետքա բռնեն։ Եվ գիտեք ինչ է ասում։ Էլ արդեն նես չէր, որ ասեն Հիսուս, ինչ որ բան կիսատ մնաց։ Հիսուս ամեն ինչ արել էր։ Եվ ասում է, երբ որ եկավ, սեղանը ստաց ժամանակ ասեց, ինչ որ մեկը կմատնի ինձ։ Սա նշանակում է, որ այդքանից հետո էլի չի հասկանա։ Այդքանից հետո էլի իմ մասին կիմանա, բայց ինձ չի ճանաչի։ Այդքանից հետո ինքը իմ մասին լավ կքարոզի, բայց իմ հետ հարաբերություն չի ունենա։ Այդքանից հետո ինքը ուրիշների խելք կսովորացնի, բայց իմ հետ հարաբերություն չի ունենա։ Եվ ամեն մի աշակերտ ասում էր, միթե ես եմ Տեր, միթե ես եմ, որ քո մասին ամեն ինչ կիմանամ, բայց քեզ չեմ ունենա։ Բոլորը վախենում էին, անգամ Պետրոսը Հովանեսին ասեց։ Հիշում եք ինչ ասեց։ Հարցրու մի հատ տեսով է։ Եվ երբ որ Հովանեսը իր Հիսուսի կրծքին դրել էր իր գլուխը, եւ գիտեք Հիսուսը չհամբերեց այդ հարցը ստանալու։ Ասեց նայա, ով որ իմ հետ իր հացը այս բնակի մեջ կմցնի։ Նայա ինձ մատնողը։ Անկամ ամենավերջի շտրիխը կարող է մարդը լսի եւ միտք չառնի։ Կարող է լինի այդտեղ, բայց իր համար բաժին չլինի։ Սիրելի քույրս, եղբայրս, եւ հիշում եմ Տեր Հիսուսի խոսքը, որ մեկ այլ տեղ ուրիշ տեղ ասում է, երբ որ ոտքերը սկսեց լվալ իր աշակերտների, այդ հաղորդության խորհուրդը հաստատելու համար, գիտեք ինչ ասեց։ Ասեց, եթե Պետրոսին ուզում էր լվանալ, Պետրոս ասեց, չէ, դու ոտքերը չես լվա։ Հիսուսը մի խոսք ասեց, եթե ես քո ոտքերը չլվամ, դու ինձ հետ բաժին չունես։ Այստեղ Հիսուսը ուզում է մեկ հացից բաժին տա եւ հետո ոտնալվայով ասում է, որ եթե ոտը չլվա, բաժին չունես։ Զգում եք ինչ կա այստեղ։ Այսինքն հոգևոր անձնավորության կյանքի ամենակարևոր դրսևորումը, թե ինչքանով ես դու հավատացյալ, ինչքանով ես դու Աստծո մասին գիտես, ինչքանով ես ապրում իր հետ, սրա ապացույցը քո եղբոր եւ քո քրոջ հետ ճիշտ փոխհարաբերությունն է, նրան ծառայելու հոգեբանությունն է։ Եթե դու ասես Աստծո մասին շատ գիտեմ, լիքն էլ կարդում եմ, անգիրել գիտեմ, բայց չես ծառայում քո եղբորն ու քրոջը, ոչինչ չգիտես։ Հիսուսն ասեց, բաժին չունես ինձ հետ։ Պետրամար Պետրոսն ինչ ասեց, մենակ ոտքերս չէ, գլուխս էլ լվա։ Հիսուսն ասեց, չէ։ Գլուխ լվանեք շատ կտեսնեք։ Գնացել եք, չէ, գլուխ լվանեկի էջ։ Իսկ գլուխ հարթուկ եկի, այնքան են հարթուկ է մեր գլուխները տարբեր տեղ, բայց ոտքեր լվանալ չեք հանդիպի։ Ոտքեր լվանալու օրինակը Տեր Հիսուսն ասեց եւ ասեց սրանով իմ աշակերտները կլինեք։ Եթե ես Տերս ու վարդապետս ձեզ համար արեցի, ուրեմն դուք էլ իրար համար արեք։ Չասես դուք էլ իմ ոտերը լվացեք։ Իրար արեք, իրար ոտքեր լվացեք։ Եվ ես այնքան օրհնված եմ այսօրվա խոսքը, որ այնքան տեղին էր, սիրել էր առաջի իսկ հենց ակնթարթից։ Երբ որ Իվան եղբայրը բացեց Աստվածաշունչը եւ կարդաց Առակաց 3-րդ գլխից, ձեզ մի հատ գաղտնիք պիտի ասեմ։ Ես տարբերակ B էի պահել իմ մեջ, որ եթե հանկարծ Իվան եղբայրը այսօր չկարողանա խոսի, ես խոսելու եմ Առակաց 3-րդ գլուխ 5-րդ 6-րդ համարներից։ Այնպես որ Աստված, երբ որ Կարինեին մոտեց ասում, կար ասեմ, ես նույնն է ինչ որ ես պիտի անեի, Կարինեն սիրուն բան ասում, նույն հոգին է ներգործում։ Սիրելիներ, այսօր Աստված ուզում է, որ մենք նրա ներկայության մեջ ոչ միայն պարզապես նրանից լիքը տեղյակ լինենք, լիքը պատմելու բան ունենանք, այլ եկեք կյանքով ապրելու բան ունենանք, ցույց տանք, որ ես Քրիստոսի զավակն եմ, Քրիստոսի հետևորդն եմ։ Այո, շատ տեղեր կարող ենք պատմել Հիսուսի մասին, շատ բաներ կարանք ասենք, բայց Հիսուսն ինչ ասեց, գրված է ընթրիքին սկզբից վերցրեց հացը, կտրեց եւ տվեց աշակերտներին ասելով առեք եւ կերեք, սա իմ մարմինը, որ կտրվում է ձեզ համար։ Եվ ընթրիքի վերջում գավաթը վերցրեց եւ օրհնելով տվեց եւ ասեց առեք եւ խմեք, սա իմ արյունն է, որ թափվում է շատերի մեղքերի թողության համար։ Քանի անգամ որ այս հացից ուտեք եւ գավաթից խմեք, Տիրոջ մահը պատմեք մինչեւ որ նա վերադառնա։ Հալելույա։ Եվ թույլ տվեք այստեղ հետ գնամ նորից Առակաց 3-րդ գլուխ 5-րդ խոսքը։ Տիրոջը ապավինիր քո ամբողջ զորությունով եւ քո իմաստությանը մի վստահի։
Իմաստության կարիք չկա այստեղ հավատքի վստահության կարիք կա։ Մեր խելքը չի հասկանա ինչա նշանակում մեկ լինել Քրիստոսի մեջ։ Մեր խելքը չի կարող հասկանալ թե ինչա նշանակում մարմնի եւ արյան հաղորդակցությունը կամ հաղորդությունը նրա հետ հավիտենականության մեջ։ Այստեղ պետք չի հասկանալ, այստեղ պետք է վստահել, հավատալ, ապավինել նրան։ Հալելույա։ Եկեք միասին բացենք սիրելիներս։ Եվ պահի քո ձեռքերիդ մեջ եւ միասին կաղոթենք սրա համար, այս խորհրդի համար եւ հետո պետք է միասին ընդունենք։ Տեր Հիսուսը ասաց, որ քանի անգամ որ անեք, ուտեք եւ այս գավաթից խմեք, Տիրոջ մահը պատմեք, մինչեւ որ նա վերադառնա։ Ինչ կգտնես Հիսուսի մեջ, որ այսօր քո կարիքն է։ Եթե դու մինչեւ նա փրկված չես, եթե այս շուրթերով, այս լեզուն չի ասել Հիսուս, դու ես իմ Տերը, ես քեզ ընդունում եմ, արի մտի իմ կյանքի մեջ, փոխիր իմ կյանքը, ես մեղավոր եմ, սխալական մարդ եմ, առանց քեզ կորսված եմ, դու եղիր իմ փրկիչը, իմ հավիտենական կյանքը դու եղիր, եթե այս լեզուն չի ասել, ես ոչինչ օգուտ տալ չի կարող։ Որտեվ գրված է, բերանով կհդավանես, սրտովդ կհավատաս, որ Աստված մեռելներից հարություն արեց Հիսուսին եւ կապրես։ Եթե չանես, եթե սրտիդ մեջ հավատք ունենաս, շուրթերը չի խոսել, կիսատա գործը։ Եթե հակառակն անես, էլի կիսատա։ Սրա համար Հիսուսը մեր ամեն բանն է, մեր հացը եւ մեր կյանքն է։ Ամեն։ Ինչ կգտնես Հիսուսի մեջ, որ այսօր քո կարիքն է։ Միգուցե քո հրաշքը, քո բժշկությունը, միգուցե դու այսօր Հիսուսի մեջ կգտնես քո ինչ որ աղոթքի պատասխան, միգուցե կապավինես իրան ամբողջ սրտով, կասես Տեր, չեմ հասկանում ոնց, բայց հավատում եմ, վստահում եմ, որ դու կարող ես։ Եթե այդպես անես, բաժինդ վերցնես, նրա հետ փառքի մեջ կլինես։ Սիրելի երկնային Հայր, խոնարհվում ենք քո առաջ եւ պատվում ենք քեզ։ Շնորհակալ ենք, որ դու մեր կյանքն ես։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք խաչի մահվան համար։ Շնորհակալ ենք խոցված կողքիդ, գլխիդ, ձեռքերիդ, ոտքերիդ համար։ Փշեպսակը, որ կրեցիր մեր նախատինքն ու մեր անեծքները վերցրեցիր քո վրա, մենք սրտան շնորհակալ ենք։ Տեր, դու հարվածվեցիր, որ մենք հարվածից դուրս մնանք։ Ազատվենք, Տեր, դու մահացար, որ մենք չմահանանք հավիտենապես։ Դու մեզ համար, մեր սիրո համար դրեցիր քո կյանքը, որպեսզի մենք էլ քեզ համար սիրելով մեր կյանքը դնենք։ Եվ հիմա Տեր, ես աղոթում եմ, որ այս փոքր հացի կտորը եւ այս փոքրիկ գավաթը մեզ մեկացնի քեզ հետ եւ իրար հետ, որ մենք ծառայենք քեզ եւ իրար, որ ճանաչենք քեզ եւ նրանից դրդված կարողանանք սիրել միմյանց, ապրել այս երկրի վրա որպես Աստծո ընտանիք։ Եվ հիմա խնդրում եմ Հայր, մեկ արա մեզ քեզ հետ եւ միմյանց հետ, անվանը դու փառքիդ համար Հայր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։